Երբ 1998 թվականի փետրվարի 20-ին զինվորները մտան նախագահական պալատ, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար. 12 տուփ, լի փաստաթղթերով, որոնք կրում էին միայն նախագահի համար, կարմիր կնիքը։ Բայց երբ անվտանգության ծառայության սպաները սկսեցին բացել այդ տուփերը, նրանք հայտնաբերեցին, որ յուրաքանչյուր երկրորդ թղթապանակից բացակայում էին առաջին 3 էջերը։ Ոչ պատահականորեն պոկված, այլ մանրակրկիտ հանված, հատուկ գործիքներով, որպիսի չմնան հետքեր։ Ո՞վ էր այդ էջերը վերցրել։ Ինչու էր դա արվել հենց վերջին օրերին, եւ ամենակարևորը, ինչ էր գրված այդ բացակայող էջերում, որ դրանք պետք է անհետանային նույնիսկ նախագահի հրաժարականից առաջ։ Այս փաստաթղթերի մասին խոսում են միայն 3 մարդ, ովքեր այդ օրը եղել են պալատում։ Նրանցից մեկը նախկին անվտանգության ծառայության բարձրաստիճան սպա, ով 30 տարի լռել է, այսօր առաջին անգամ համաձայնվել է խոսել։ Նրա ձեռքերը դեռ դողում են, երբ նա հիշում է այն, ինչ տեսել է այդ տուփերում։ Մենք գիտեինք, որ եթե այդ փաստաթղթերը դուրս գան, ամեն ինչ կփոխվի, ասում է նա, նայելով իր ձեռքերին։ Բայց մենք չգիտեինք, որ դրանք արդեն իսկ անհետացել են։ 1998 թվականի փետրվարը Հայաստանի համար եղավ ավելին, 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 վելին, ավելին, 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 վելին, ավելին, 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 վելին, ավելին, 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 Նախագահական պալատում մեկ ընթրիքի համար ծախսվում էր $500։ $500։ Դա էր մոտավորապես 250,000 դրամ։ Մեկ ընթրիք արժեր 125 ընտանիքի ամսական եկամուտը։ Բայց դա դեռ ոչինչ չէր։ Անվտանգության ծառայության արխիվներում պահվում է մի փաստաթուղթ, որը կրում է ՀՄ 0544 կոդը։ Այս կոդը տրվում էր միայն այն նյութերին, որոնք այնքան գաղտնի էին, որ դրանց մասին չգիտեին նույնիսկ նախարարները։ Ողջ երկրում գոյություն ունեին միայն 3 օրինակ այս փաստաթղթից։ Մեկը նախագահի անձնական սեյֆում, երկրորդը անվտանգության ծառայության ղեկավարի մոտ, երրորդը մի տեղ, որի մասին ոչ ոք չի խոսում նույնիսկ այսօր։ Այս փաստաթղթում գրված էր ամեն ինչ, նախագահի իրական առողջական վիճակից մինչև էվակուացիայի պլանները, եթե սկսվեր ապստամբություն։ Բայց այնտեղ կար նաև ավելի շոկային բան՝ ճշմարիտ տեղեկություններ այն մասին, թե ինչպես էին կառավարվում երկրի ֆինանսական հոսքերը, ով էր իրականում որոշում, թե որտեղ են գնում արտաքին օգնության ուտյան միլիոնները։ Եվ ինչու էր ժողովուրդը սովածության եզրին, երբ պաշտոնական հաշվետվություններում ամեն ինչ թվում էր կարգին։
Ինչու են այս փաստաթղթերը ոչնչացվել հենց հրաժարականի օրը։ Ով էր տվել հրամանը։ Եվ ամենակարևորը, ինչ էր այնտեղ գրված, որ դա պետք է անհետանար նույնիսկ նախագահի հեռանալուց առաջ։ Բայց եկեք վերադառնանք սկիզբ։ Վերադառնանք այն օրերին, երբ ամեն ինչ դեռ թվում էր հնարավոր, երբ ժողովուրդը դեռ հավատում էր, որ փոփոխությունները կբերեն լավ ապագա։ Վերադառնանք 1991 թվականին, անկախության առաջին տարին, երբ երկիրը լի էր հույսով եւ երազանքներով։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ Հայաստանի առաջին ընտրված նախագահը։ Նա ստացավ ձայների 97%-ը։ 97%, դա 7%, դա նշանակում էր, որ գրեթե ամբողջ ազգը հավատում էր նրան։ Մարդիկ դուրս էին եկել փողոցներ, նրանք ուրախանում էին, նրանք կարծում էին, որ վերջապես ամեն ինչ կփոխվի։ Բայց ինչպես է հնարավոր, որ ընդամենը 7 տարի անց, 1998 թվականին, նույն այդ մարդիկ կանգնած էին փողոցներում եւ պահանջում էին նրա հեռացումը։ Ինչ էր տեղի ունեցել այդ 7 տարիների ընթացքում։ Պատասխանը սկսվում է մի փոքրիկ մանրամասնությունից, որի մասին քիչ ով է խոսում։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնեց իշխանությունը, երկիրը գտնվում էր տնտեսական կատաստրոֆայի եզրին։ Սովետական միության փլուզումը նշանակում էր, որ բոլոր հին տնտեսական կապերը խզվել էին։ Ադրբեջանը շրջափակել էր երկիրը, Թուրքիան փակել էր սահմանը։ Վրաստանը, որը պետք է լիներ միակ միջանցքը դեպի արտաքին աշխարհ, ինքն էլ էր տառապում քաղաքացիական պատերազմից։ Հայաստանը մնացել էր մեկուսացած, առանց էներգիայի, առանց վառելիքի, առանց հիմնական սննդամթերքի։ Բայց նույնիսկ այդ ամենասարսափելի պայմաններում, երբ մարդիկ մեռնում էին ցրտից եւ սովից, երբ հիվանդանոցներում չկար էլեկտրականություն, վիրահատություններ անելու համար, երբ դպրոցները փակվում էին, որովհետև չկար ջեռուցում, նախագահական պալատում կյանք շարունակվում էր իր սովորական ռիթմով։ Այնտեղ միշտ կար էլեկտրականություն, այնտեղ միշտ կար ջեռուցում, այնտեղ սեղանները միշտ լի էին ներկրված սննդով։ Մի նախկին աշխատակից, ով ծառայել է պալատում այդ տարիներին, հիշում է մի դրվագ, որը երբեք չի մոռացել։ Դա էր 1992 թվականի ձմեռը, ասում է նա։ Քաղաքում էլեկտրականություն չկար արդեն 2 շաբաթ։ Մարդիկ այրում էին իրենց կահույքը տաքանալու համար։ Բայց մեր սենյակներում միշտ աշխատում էր ջեռուցումը։ Ումը։ Մի օր ես տեսա, թե ինչպես են բեռնում մի մեքենա ներկրված միսով եւ պաներով։ Հարցրի ում համար է։ Ասացին նախագահական ընթրիքի համար։ Այդ պահին ես հասկացա, որ մենք ապրում ենք 2 տարբեր երկրներում։ 2 տարբեր երկիր, դա ճիշտ բառերն են։ Մի երկրում մարդիկ սովածության եզրին էին, մյուս երկրում իշխանության միջուկը, շատ փոքր խումբ մարդիկ, ովքեր որոշում էին ամեն ինչ, ապրում էին այնպես, կարծես ոչինչ չի տեղի ունեցել։ Եվ այս երկու երկրների միկրների միջև կամուրջը չկար։ Կամ ավելի ճիշտ, կամուրջը կար, բայց այն աշխատում էր միայն մի ուղղությամբ։ Ռեսուրսները, օգնությունը, փողը, ամեն ինչ հոսում էր դեպի վեր։ Իսկ ներքև մնում էր միայն խոստումները եւ սպասումը։ Բայց ով էր այդ փոքր խմբի կենտրոնում։ Ով էր իրականում կառավարում երկիրը։ Պաշտոնական տարբերակով դա էր նախագահը եւ նրա նշանակած նախարարները։ Բայց իրականում, ինչպես պարզվեց շատ ավելի ուշ, գոյություն ուներ մեկ այլ կառույց, ոչ պաշտոնական, ոչ գրանցված, բայց անհավատալիորեն հզոր։ Դա էր այն 12 մարդկանց խումբը, որոնք գիտեին ամեն ինչ։ Յուրաքանչյուր գաղտնի բանկային հաշիվ, յուրաքանչյուր թաքնված թունել Երևանի տակ, յուրաքանչյուր էվակուացիայի պլան, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք։ Այս 12 մարդիկ չէին հանդիպում պաշտոնական նիստերում, նրանց անունները չէին հնչում լրատվամիջոցներում, բայց երբ նրանցից մեկը զանգահարում էր, նախարարները վեր էին կենում։ Երբ նրանցից մեկը տալիս էր հրահանգ, բանկերը կատարում էին առանց հարցերի։ Երբ նրանցից մեկը ասում էր ոչ մի օրենք չէր կարող անցնել։ Ո՞վ էին այդ մարդիկ։ Ինչպես էին նրանք ընտրվել այդ խմբի համար։ Եվ ամենակարևորը, ինչու էր նրանցից մեկը ամենավստահելին, ամենամոտը 1998 թվականի փետրվարին որոշել դավաճանել իր ղեկավարին։ Այս հարցերի պատասխանները փոխեցին Հայաստանի պատմությունը, բայց դեռ 1992 թվականի ամռանը, երբ պատերազմը Ղարաբաղում արդեն իսկ լիովին բորբոքվել էր, երբ յուրաքանչյուր օր լուրեր էին գալիս զոհերի մասին, երբ ամբողջ ազգը ապրում էր անհանգստության մեջ, նախագահական պալատում տեղի ունեցավ մի հանդիպում, որի մասին պաշտոնական արձանագրություն չկա։ Այդ հանդիպման մասին գիտեն միայն 5 մարդ, ովքեր ներկա էին սենյակում։ Նրանցից 3-ը մահացել են։ Մեկը ապրում է արտերկրում եւ հրաժարվում է խոսել, եւ միայն մեկը, վերջին վկան, համաձայնվել է պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ օրը։
Դա էր կեսօր, սկսում է նայի պատմությունը։ Արև այնքան տաք էր, որ նույնիսկ պալատի ներսում զգացվում էր շոքը։ Բայց այդ սենյակում, որտեղ մենք նստած էինք, օդը սառը էր։ Ոչ թե օդորակիչից, այլ այն լարվածությունից, որ կար մեր միջև։ Նա դադար է անում, նայում է իր ձեռքերին, հետո շարունակում. Այդ օրը մենք խոսեցինք ոսկու մասին։ Ոսկի։ Այս բառը միշտ եղել է հատուկ Հայաստանի համար։ Երկիրը, որը հարուստ է ոսկու հանքերով, միշտ եղել է կախված այդ թանկարժեք մետաղից։ Բայց 1990-ականների սկզբին, երբ երկիրը անցնում էր անկախության, ոսկու հարցը դարձավ ավելի քան տնտեսական։ Դա դարձավ քաղաքական, դա դարձավ գաղտնիք, դա դարձավ այն բանը, որի մասին չէր կարելի խոսել բարձր ձայնով։ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի ոսկու պաշարները 1991 թվականին կազմում էին մոտավորապես 30 տոննա։ 30 տոննա ոսկի, դա էր երկրի ապահովությունը, դա էր այն ռեզերվը, որը պետք է օգնի անցնել ճգնաժամը։ Բայց 1998 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, պաշտոնական տվյալները ցույց էին տալիս, որ պաշարները կազմում են միայն 12 տոննա։ 18 տոննա ոսկի անհետացել էր 7 տարվա ընթացքում։ 18 տոննա։ Պատկերացրեք այդ քանակը։ Դա չէ մի փոքր տուփ, որը կարելի է թաքցնել գրպանում։ 18 տոննա ոսկի։ Դա հսկայական քանակ է, որը պահանջում է հատուկ տրանսպորտ, հատուկ պահպանություն, հատուկ թույլտվություններ։ Ինչպես է հնարավոր, որ այդքան ոսկի անհետանա առանց որևէ պաշտոնական բացատրության։ Ուր գնաց այդ ոսկին։ Ով տվեց հրամանը դուրս բերելու այն երկրից։ Եվ ամենակարևորը, ում գրպանում է այն հիմա։ Այս հարցերը տանջում են հայ ժողովրդին արդեն 30 տարի։ Պաշտոնական պատասխան երբեք չի տրվել։ Բայց աղբյուրները, ովքեր մոտ էին իշխանության այդ տարիներին, պատմում են մի պատմություն, որը եթե ճիշտ է, բացատրում է ամեն ինչ։ Ըստ այդ աղբյուրների, ոսկու մի մասը իսկապես օգտագործվել է երկրի կարիքների համար։ Այն վաճառվել է, որպեսզի գնվի վառելիք, սնունդ, դեղորայք, բայց մյուս մասը, ավելի մեծը, տեղափոխվել է արտերկիր, անվտանգության նկատառումներից ելնելով։ Ինչ նշանակում է անվտանգության նկատառումներ։ Պաշտոնական բացատրությունը հետևյալն էր. Եթե Ադրբեջանը հարձակվի Երևանի վրա, ոսկին պետք է լինի անվտանգ տեղում, որտեղից հետո կարելի է վերականգնել երկիրը։ Բայց այս բացատրությունը բարձրացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխանում։ Եթե ոսկին տեղափոխվել է անվտանգության նկատառումներից, ինչու այդ մասին չկա պաշտոնական փաստաթուղթ։ Եթե դա արվել է երկրի շահերից ելնելով, ինչու այդ մասին չի տեղեկացվել ժողովրդին։ Եվ ամենակարևորը, եթե ոսկին իսկապես պահվում է անվտանգ տեղում երկրի համար, ինչու 30 տարի անց այն դեռ չի վերադարձվել Հայաստան։ Այս հարցերի պատասխանները կարող են փոխել ամեն ինչ, ինչ մենք կարծում ենք, որ գիտենք 1990-ականների մասին։ Բայց դեռ ավելի կարևոր է հասկանալ, ինչու այս հարցերը դեռ չեն ստացել պատասխան։ Ով է շահագրգռված, որ ճշմարտությունը մնա թաքնված։ Եվ ինչ կլինի, եթե վերջապես բացահայտվի ամբողջ ճշմարտությունը։ Բայց եկեք վերադառնանք այն հանդիպմանը 1992 թվականի ամռանը։ Այն հանդիպումը, որտեղ առաջին անգամ խոսվեց ոսկու տեղափոխման մասին։ Վկան շարունակում է իր պատմությունը։ Սենյակում կային 5 մարդ 92 թվականի ամռանը։ Այն հանդիպումը, որտեղ առաջին անգամ խոսվեց ոսկու տեղափոխման մասին։ Վկան շարունակում է իր պատմությունը։ Սենյակում կային 5 մարդ 92 թվականի ամռանը։ Այն հանդիպումը, որտեղ առաջին անգամ խոսվեց ոսկու տեղափոխման մասին։ Վկան շարունակում է իր պատմությունը։ Սենյակում կային 5 մարդ 92 թվականի ամռանը։ Այն հանդիպումը, որտեղ առաջին անգամ խոսվեց ոսկու տեղափոխման մասին։ Վկան շարունակում է իր պատմությունը։ Սենյակում կային 5 մարդ 92 թվականի ամռանը։ Այն հանդիպումը, որտեղ առաջին անգամ խոսվեց ոսկու տեղափոխման մասին։ Վկան շարունակում է իր պատմությունը։ Սենյակում կային 5 մարդ 92 թվականի ամռանը։ Այն հանդիպումը, որտեղ առաջին անգամ խոսվեց ոսկու տեղափոխման մասին։ Վկան շարունակում է իր պատմությունը։ Սենյակում կային 5 մարդ 92 թվականի ամռանը։ Այն հանդիպումը, որտեղ առաջին անգամ խոսվեց ոսկու տեղափոխման մասին։ Վկան շարունակում է իր պատմությունը։ Սենյակում կային 5 մարդ 92 թվականի ամռանը։ Այն հանդիպումը, որ պատասխանը պարզ է։ Վախ։ Մենք վախենում էինք, ասում է նա։ Վախենում էինք, որ եթե հարցեր տանք, մեզ կհեռացնեն։ Վախենում էինք, որ եթե չհամաձայնվենք, մեզ կմեղադրեն դավաճանության մեջ։ Վախենում էինք, որովհետև տեսնում էինք, թե ինչ էր պատահում նրանց, ովքեր համարձակվում էին հակառակ խոսել։ Այս վախը,
Այս լռությունը, այս համաձայնությունը, դրանք էին այն բաները, որոնք թույլ տվեցին, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ հիմա, 30 տարի անց, երբ վկաները վերջապես սկսում են խոսել, մենք սկսում ենք հասկանալ, թե որքան խորն էր այդ համակարգը, որքան շատ մարդիկ էին ներգրավված եւ որքան մեծ էր այն գաղտնիքը, որը նրանք պահպանում էին։ Բայց դեռ մի հարց է մնում անպատասխան։ Եթե այդ ամենը արվել է երկրի անվտանգության համար, եթե ոսկին իսկապես պահվում է անվտանգ տեղում, ինչու այն չի վերադարձվել 30 տարի անց։ Ադրբեջանը չի հարձակվել Երևանի վրա։ Պատերազմը ավարտվել է։ Վտանգը, որը պատճառաբանում էր ոսկու տեղափոխումը, այլևս գոյություն չունի։ Ուրեմն ինչու ոսկին դեռ չի վերադարձել Հայաստան։ Պատասխանը ըստ աղբյուրների շատ պարզ է, բայց նաև շատ ցավոտ։ Ոսկին չի վերադարձվում, որովհետև այն այլևս չի պատկանում Հայաստանին։ Այն վաճառվել է, տեղափոխվել է, փոխարկվել է այլ ակտիվների եւ հիմա գտնվում է անձնական հաշիվներում, որոնց մասին Հայաստանի ժողովուրդը երբեք չի իմացել։ Եթե այս ճիշտ է, ապա մենք խոսում ենք ոչ թե սխալի մասին, ոչ թե անփութության մասին, այլ հանցագործության մասին։ Մենք խոսում ենք ամբողջ ազգի ավազակության մասին։ Մենք խոսում ենք այն մասին, որ մինչ մարդիկ մեռնում էին սովից եւ ցցրտից, ինչ որ մեկը գողանում էր նրանց ապագան։ Բայց ով էր այդ ինչ որ մեկը։ Ով էր այն մարդը կամ մարդիկ, ովքեր կազմակերպեցին այս ամենը։ Եվ ինչու 30 տարի անց նրանք դեռ ազատ են, դեռ ապրում են իրենց հանգիստ կյանքով, մինչ ամբողջ ազգը դեռ տառապում է այն տարիների հետևանքներից։ Այս հարցերի պատասխանները գտնվում են այն փաստաթղթերում, որոնք անհետացել են նախագահական պալատից։ Դրանք գտնվում են այն բանկային հաշիվներում, որոնց կոդերը գիտեն միայն մի քանի մարդիկ։ Դրանք գտնվում են այն հիշողություններում, որոնք վկաները դեռ վախենում են կիսել։ Բայց ժամանակը փոխվում է։ Վկաները ծերանում են։ Նրանք սկսում են հասկանալ, որ եթե չխոսեն հիմա, ճշմարտությունը կմնա թաքնված հավիտյան։ Եվ դա է պատճառը, որ նրանցից մեկը առաջին անգամ 30 տարվա ընթացքում համաձայնվել է խոսել մեր հետ։ Նրա պատմությունը, որը դուք կլսեք այս ֆիլմում, կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում եք, որ գիտեք 1990-ականների մասին։ Դա կլինի պատմություն իշխանության, թամյոգի, դավաճանության եւ այն գնի մասին, որը ամբողջ ազգը վճարեց մի քանի մարդկանց որոշումների համար։ Բայց նախքան մենք շարունակենք այդ պատմությունը, մենք պետք է հասկանանք մեկ շատ կարևոր բան։ Այս ամենը տեղի ունեցավ ոչ թե որովհետև մի մարդ էր չար կամ ագահ։ Այս ամենը տեղի ունեցավ, որովհետև գոյություն ուներ ամբողջ համակարգ, որը թույլ էր տալիս, որ այդպիսի բաներ տեղի ունենան։ Համակարգ, որտեղ իշխանությունը կենտրոնացված էր շատ փոքր խմբի ձեռքում։ Համակարգ, որտեղ հարցեր տալը համարվում էր դավաճանություն։ Համակարգ, որտեղ ճշմարտությունը էր ամենավտանգավոր բանը։ Եվ այս համակարգը չի ստեղծվել մի օրում։ Այն կառուցվել է տարիների ընթացքում, քայլ առ քայլ, որոշում առ որոշում։ Եվ յուրաքանչյուր քայլում, յուրաքանչյուր որոշման ժամանակ կային մարդիկ, ովքեր տեսնում էին, թե ինչ է տեղի ունենում, բայց լռում էին։ Ինչպես այն 5 մարդիկ այդ սենյակում 1992 թվականի ամռանը։ Հիմա, 30 տարի անց, մենք ունենք հնարավորություն վերջապես իմանալ ճշմարտությունը։ Բայց դա պահանջում է, որ մենք պատրաստ լինենք լսել այն, ինչ վկաները ունեն ասելու։ Պահանջում է, որ մենք պատրաստ լինենք ընդունել, որ այն, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք, կարող է լինել սխալ։ Պահանջում է, որ մենք պատրաստ լինենք դիմակայել անհարմար ճշմարտություններին։ 1994 թվականի աշնանը, երբ պատերազմը Ղարաբաղում արդեն իսկ տևում էր 3 տարի, երբ զոհերի թիվը հասել էր հազարավորների, երբ ամբողջ ազգը ապրում էր անընդհատ սթրեսի մեջ, Երևանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին շատ քիչ մարդիկ են խոսում, բայց որը փոխեց ամեն ինչ։ Հոկտեմբերի 25-ին ուշ երեկոյան, երբ քաղաքը արդեն իսկ մութ էր էլեկտրականության բացակայության պատճառով, Զվարթնոց օդանավակայան վայրեջք կատարեց մի ինքնաթիռ, որը չկար պաշտոնական ժամանակացույցում։ Այդ ինքնաթիռը չանցավ սովորական մաքսային ստուգումներ։ Այն կայանեց օդանավակայանի հեռավոր մասում, որտեղ սովորաբար կայանում են միայն ռազմական ինքնաթիռները։ 2 ժամ անց, երբ օդանավակայանի աշխատակիցների մեծ մասը արդեն տուն էր գնացել, այդ ինքնաթիռից բեռնաթափվեցին 12 մեծ արկղ։ Արկղերը բեռնվեցին 3 բեռնատարի մեջ, որոնք ուղեկցվում էին զինված պահակների կողմից։ Շարասյունը ուղղվեց դեպի անհայտ ուղղություն։ Այս պատմությունը պատմում է մի նախկին օդանավակայանի աշխատակից, ով այդ գիշեր պատահաբար եղել է ծառայության մեջ։ Ես տեսա ամեն ինչ, ասում է նա։ Տեսա, թե ինչպես էին բեռնաթափում այդ արկղերը։ Դրանք շատ ծանր էին։ Պահանջվում էր 4 մարդ, որպեսզի բարձրացնեն մեկ արկղ։ Եվ երբ նրանք շարժում էին դրանք, ես լսեցի մետաղի ձայն։ Մետաղի ձայն։ Ծանր արկղեր։ Գիշերային թռիչք առանց պաշտոնական գրանցման։
զինված պահակներ։ Բոլոր այս մանրամասնությունները միասին ստեղծում են մի պատկեր, որը շատերը կասեին, որ անհավանական է, բայց վկան պնդում է, որ այն, ինչ նա տեսել է, իրական էր։ Հաջորդ օրը, շարունակում է նա, ես փորձեցի գտնել այդ թռիչքի մասին տեղեկություններ պաշտոնական գրանցամատյաններում, բայց ոչինչ չկար։ Կարծես այդ ինքնաթիռը երբեք չէր վայրէջք կատարել։ Կարծես այն, ինչ ես տեսել էի, երբեք չէր տեղի ունեցել։ Բայց դա տեղի էր ունեցել։ Եվ ըստ աղբյուրների, որոնք մոտ էին իշխանության այդ տարիներին, այդ արկլերում էր Հայաստանի ոսկու մի մասը։ Այն ոսկին, որը պաշտոնապես պետք է պահվեր կենտրոնական բանկի սեյֆերում, գաղտնի տեղափոխվում էր արտերկիր։ Բայց ինչու այդպիսի գաղտնիություն։ Եթե դա արվում էր երկրի շահերից ելնելով, ինչու չկար պաշտոնական գրանցում։ Եթե դա էր անհրաժեշտ միջոց երկիրը փրկելու համար, ինչու այն արվեց գիշերվա խավարում, առանց որևէ թափանցիկության։ Պատասխանը ըստ վկաների շատ պարզ է։ Որովհետև եթե ժողովուրդը իմանար, թե ինչ է տեղի ունենում, կսկսվեր ապստամբություն։ Պատկերացրեք, մարդիկ, ովքեր ապրում էին օրական 3 ժամ էլեկտրականությամբ, ովքեր կանգնում էին հացի հերթերում, ովքեր ուղարկում էին իրենց որդիներին պատերազմ, դա է պատճառը, որ վկաներին սպառնացին լռության։ Դա է պատճառը, որ ամեն ինչ արվեց այդպիսի գաղտնիությամբ։ Դա է պատճառը, որ երկրի ոսկին գաղտնի տեղափոխվում է արտերկիր։ Ինչ կլիներ նրանց արձագանքը։ Իմանում են, որ երկրի ոսկին գաղտնի տեղափոխվում է արտերկիր։ Ինչ կլիներ նրանց արձագանքը։ Դա է պատճառը, որ վկաներին սպառնացին լռության։ Դա է պատճառը, որ ամեն ինչ արվեց այդպիսի գաղտնիությամբ։ Դա է պատճառը, որ երկրի ոսկին գաղտնի տեղափոխվում է արտերկիր։ Ինչ կլիներ նրանց արձագանքը։ Դա է պատճառը, որ վկաներին սպառնացին լռության։ Դա է պատճառը, որ ամեն ինչ արվեց այդպիսի գաղտնիությամբ։ Դա է պատճառը, որ երկրի ոսկին գաղտնի տեղափոխվում է արտերկիր։ Ինչ կլիներ նրանց արձագանքը։ Դա է պատճառը, որ վկաներին սպառնացին լռության։ Դա է պատճառը, որ ամեն ինչ արվեց այդպիսի գաղտնիությամբ։ Դա է պատճառը, որ երկրի ոսկին գաղտնի տեղափոխվում է արտերկիր։ Ինչ կլիներ նրանց արձագանքը։ Դա է պատճառը, որ վկաներին սպառնացին լռության։ Դա է պատճառը, որ ամեն ինչ արվեց այդպիսի գաղտնիությամբ։ Դա է պատճառը, որ երկրի ոսկին գաղտնի տեղափոխվում է արտերկիր։ Ինչ փոխարենը ընկավ ավելի խոր ճգնաժամի մեջ։ Բայց դեռ շատ հարցեր են մնում անպատասխան։ Որտեղ է այդ ոսկին հիմա։ Ում հաշիվներում այն պահվում։ Եվ ամենակարևորը, կա արդյոք հնարավորություն, որ այն երբևէ վերադարձվի Հայաստանին։ Այս հարցերի պատասխանները կախված են մեզանից։ Կախված են նրանից, թե արդյոք մենք պատրաստ ենք պահանջել ճշմարտությունը։ Կախված են նրանից, թե արդյոք մենք պատրաստ ենք դիմակայել նրանց, ովքեր դեռ փորձում են թաքցնել այն, ինչ տեղի ունեցավ։ Բայց մի բան հստակ է։ Այն, ինչ տեղի ունեցավ 1990-ականներին, չպետք է կրկնվի։ Մենք պետք է սովորենք այդ տարիների դասերը։ Մենք պետք է ստեղծենք համակարգ, որտեղ այդպիսի բաները չեն կարող տեղի ունենալ։ Համակարգ, որտեղ իշխանությունը հաշվետու է ժողովրդին։ Համակարգ, որտեղ թափանցիկությունը չէ ընտրություն։ 1995 թվականի գարնանը, երբ պատերազմը Ղարաբաղում դեռ շարունակվում էր, բայց արդեն իսկ հստակ էր, որ Հայաստանը հաղթում է, երբ ժողովուրդը սկսում էր հավատալ, որ վերջապես լույսը երևում է թունելի ծայրում։ Երևանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շատերը համարում են այն պահը, երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ Ապրիլի 12-ին, կեսօրին, երբ քաղաքի կենտրոնում մարդիկ զբոսնում էին հազվադեպ արևոտ օրվա մեջ, նախագահական պալատ ժամանեց մի մեքենա, որը ոչ ոք չէր սպասում։ Մեքենան սև էր, թվերը մշուշոտ, պատուհանները մգեցված։ Այն անցավ բոլոր անվտանգության կետերը առանց ստուգման, կարծես վարորդը ուներ հատուկ թույլտվություն, որի մասին նույնիսկ պահակները չգիտեին։ Մեքենայից իջավ մի մարդ, միջին հասակի, մուգ կոստյումով, արևային ակնոցներով, որոնք նա չհանեց նույնիսկ շենքի ներսում։ Նա անցավ ուղիղ դեպի նախագահական աշխատասենյակ, առանց սպասելու, առանց նախազգուշացնելու, կարծես նա այնտեղ սեփականատերն էր։ Այս պատմությունը պատմում է մի նախկին անվտանգության սպա, ով այդ օրը պահպանում էր նախագահական պալատի մուտքը։ Ես երբեք չէի տեսել այդ մարդուն, ասում է նա, բայց ինչ որ բանով նա ինձ ծանոթ թվաց։ Նրա քայլվածքը, նրա վարքագիծը, ամեն ինչ ասում էր, որ սա մարդ է, ով սովոր է իշխանությանը։ Այդ մարդը մնաց նախագահական աշխատասենյակում ճիշտ 1 ժամ, ոչ ավելի, ոչ պակաս։ Երբ նա դուրս եկավ, նրա դեմքը սպիտակ էր, բայց արտահայտությունը անընթեռնելի։ Նա նստեց մեքենա եւ հեռացավ նույն արագությամբ, ինչպես եկել էր։
5 րոպե անց նախագահը դուրս եկավ իր աշխատասենյակից։ Վկաները ասում են, որ նրա դեմքը նույնպես սպիտակ էր, բայց ավելին նրա ձեռքերը դողում էին։ Նա անցավ իր մասնավոր սենյակ եւ չերևաց մինչեւ հաջորդ օրվա առավոտ։ Ինչ տեղի ունեցավ այդ 1 ժամվա ընթացքում։ Ինչ ասաց այդ անծանոթ այցելուն, որ նախագահը դուրս եկավ այդպիսի վիճակում։ Եվ ամենակարևորը, ով էր այդ մարդը։ Ըստ աղբյուրների, որոնք մոտ էին իշխանության այդ տարիներին, այդ մարդը ներկայացնում էր մի շատ հզոր կառույց, այնքան հզոր, որ նույնիսկ նախագահը չէր կարող հրաժարվել նրա պահանջներից։ Այդ կառույցը չէր Հայաստանից։ Այն ներկայացնում էր արտաքին շահեր, որոնք ուներին իրենց սեփական պլանները Հայաստանի համար։ Եվ այդ օրը, այդ 1 ժամվա ընթացքում, այդ մարդը ներկայացրեց նախագահին մի ընտրություն։ Ավելի ճիշտ, ուլտիմատում։ Կամ նա համաձայնվում է այն պայմաններին, որոնք նրան ներկայացվեցին, կամ նա դիմագրավում է հետևանքները։ Ինչ էին այդ պայմանները։ Վկաները չեն կարող ասել ճշգրիտ, որովհետև նրանք չէին ներկա այդ զրույցում։ Բայց նրանք կարող են ենթադրել, հիմնվելով այն վրա, ինչ տեղի ունեցավ հետո։ 2 շաբաթ անց, ապրիլի 26-ին, Հայաստանի կառավարությունը հայտարարեց մի որոշման մասին, որը շոկեց ամբողջ երկիրը։ Երկիրը ստորագրեց պայմանագիր մի արտասահմանյան ընկերության հետ, որը ստանում էր բացառիկ իրավունք շահագործելու Հայաստանի ոսկու հանքերը հաջորդ 25 տարիների ընթացքում։ 25 տարի։ Բացառիկ իրավունք։ Պայմաններ, որոնք շատերը համարեցին անարդար Հայաստանի համար։ Բայց պայմանագիրը ստորագրվեց, եւ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել այն։ Արդյոք կա կապ այդ գաղտնի այցի եւ այս պայմանագրի միջև։ Պաշտոնապես ոչ։ Բայց վկաները, ովքեր տեսան այն, ինչ տեղի ունեցավ, համոզված են, որ այդ օրը, այդ 1 ժամվա ընթացքում, որոշվեց Հայաստանի ճակատագիրը հաջորդ 25 տարիների համար։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մենք խոսում ենք ոչ թե պարզ բիզնես գործարքի մասին, այլ ինչ-որ շատ ավելի խորի մասին։ Մենք խոսում ենք արտաքին ճնշման մասին, շանտաժի մասին, ուլտիմատումի մասին։ Մենք խոսում ենք այն մասին, որ երկրի ղեկավարությունը ստիպված էր ընդունել որոշումներ, որոնք չէին համապատասխանում երկրի շահերին։ Բայց ինչու նախագահը համաձայնվեց։ Ինչու նա չդիմադրեց։ Ինչու նա չպատմեց ժողովրդին այն մասին, թե ինչ ճնշման տակ է գտնվում։ Պատասխանը ըստ վկաների կրկին կապված է վախի հետ։ Վախ այն բանից, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե նա հրաժարվեր։ Վախ իր ընտանիքի անվտանգության համար։ Վախ երկրի կայունության համար։ Վախ այն բանից, որ եթե նա չհամաձայնվեր, ինչ որ մեկ ուրիշը կգար նրա տեղը, ով կլիներ ավելի վատ։ Այս վախը, այս ճնշումը, այս անկարողությունը դիմադրելու։ Դրանք էին այն բաները, որոնք ստեղծեցին այն իրավիճակը, որտեղ Հայաստանը հայտնվեց 1990-ականների վերջում։ Իրավիճակ, որտեղ երկիրը, որը պետք է վերականգնվեր պատերազմից հետո, փոխարենը հայտնվեց նոր ճգնաժամի մեջ։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Որովհետև այդ գաղտնի այցը, այդ ուլտիմատումը, այդ պայմանագիրը, դրանք էին միայն սկիզբը։ Հաջորդ 3 տարիների ընթացքում Հայաստանը կդիմագրավեր ավելի շատ ճնշումներ, ավելի շատ ուլտիմատումներ, ավելի շատ որոշումներ, որոնք կբերեին երկիրը ճգնաժամի ավելի խոր փուլ։ Եվ ամեն անգամ, երբ այդ որոշումները կայացվում էին, կային մարդիկ, ովքեր տեսնում էին, թե ինչ է տեղի ունենում, բայց լռում էին։ Լռում էին, որովհետև վախենում էին։ Լռում էին, որովհետև չգիտեին, թե ինչպես դիմադրել։ Լռում էին, որովհետև կարծում էին, որ նրանք ոչինչ չեն կարող փոխել։ Բայց այդ լռությունը ունեցավ գին, եւ այդ գինը վճարեց ամբողջ ազգը։ Հիմա 30 տարի անց, երբ մենք նայում ենք հետ այդ տարիներին, մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է չլռել։ Տեսնում ենք, թե որքան կարևոր է հարցեր տալ։ Տեսնում ենք, թե որքան կարևոր է պահանջել թափանցիկություն եւ հաշվետվողականություն իշխանությանը։ Այն էլ հաճախ հանգեցնում է այդ պահանջներին սпасել ներքին տարբերությունների բացահայտմանը։ Ինչի մասին է սա, որ հիշեցնեմ։ Այսպիսի մուտք են դրանք։ Եթե նախկինում իմացված էր, որ կարող է լինել ինչ-որ բան, որ հայաստանյան պատերազմում չէր պատերազմվել։ Նրանք հասկանում էին, որ կարող էր լինել մի բան, որը հայաստանյան պատերազմը պետք է կուղերտակ չուներ, բայց չէր լինում։ Ինչու՞։ Օրինակը պետք է համարվի միանշանակ մեր մտահոգությունը հայ զինվորների համար, որոնք հանդիպեցին դրան։ Նրանք հասկանում էին դրա եւ հայտնվեցին դրան։ Ես ուզում եմ մեկ բան ասել հաշվետվողականություն իշխանություններից, որովհետեւ եթե մենք լռենք, եթե մենք թույլ տանք, որ վախը մեզ կառավարի, ապա այն, ինչ տեղի ունեցավ 1990-ականներին, կարող է կրկնվել։ Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։
Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի։ Այդ պատճառով է, որ այս ճշմարտությունը կմնա թաքնված հավիտյան։ Նրա պատմությունը կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում եք, որ գիտեք 1990-ականների մասին։ Սա պատմություն է վերջին օրերի մասին, երբ իշխանության միջուկը հասկացավ, որ ամեն ինչ ավարտվում է, բայց դեռ փորձում էր փրկել այն, ինչ կարելի էր փրկել։ Ոչ երկիրը, ոչ ժողովուրդը, այլ իրենց սեփական ապագան։ 1996 թվականի ձմեռը եղավ այն պահը, երբ նույնիսկ ամենավստահ մարդիկ սկսեցին կասկածել։ Պատերազմը Ղարաբաղում դադարել էր, բայց երկիրը դեռ ապրում էր պատերազմական վիճակում։ Էլեկտրականությունը դեռ գալիս էր օրական 3-4 ժամ։ Մարդիկ դեռ կանգնում էին հացի հերթերում։ Բայց ավելի վատ էր այն, որ նրանք սկսել էին կորցնել հույսը։ Այն հույսը, որ ամեն ինչ կբարելավվի, որ զոհերը չեն եղել զուր, որ վաղը կլինի ավելի լավ, քան այսօր։ Եվ երբ ժողովուրդը կորցնում է հույսը, իշխանությունը սկսում է կորցնել հողը իր ոտքերի տակ։ Նախագահական պալատում այդ ձմեռը մթնոլորտը եղավ այնպիսին, որ նույնիսկ պատերները կարծես լսում էին։ Նախկին սպան հիշում է մի դրվագ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի սկզբին։ Դա էր առավոտյան ժամը 9, ասում է նա, եւ նրա ձայնը դեռ դողում է այդ հիշողությունից։ Ես պահպանում էի նախագահական աշխատասենյակի դռան մոտ։ Հանկարծ ներսից լսվեց բարձր ձայն։ Ոչ թե բարկություն, այլ ինչ-որ ավելի վատ, հուսահատություն։ Ես չէի կարող տարբերել բառերը, բայց տոնը հստակ էր։ Դա էր մի մարդու ձայնը, ով հասկացել էր, որ ամեն ինչ կորած է։ Երբ դուռը բացվեց, դուրս եկավ մի մարդ, ում դեմքը սպիտակ էր, կարծես նա տեսել էր ուրվական։ Այդ մարդը եղավ նախարարներից մեկը, ով մինչև այդ օրը համարվում էր նախագահի ամենամոտ մարդկանցից մեկը։ Բայց այդ օրվանից հետո նա երբեք այլևս չվերադարձավ պալատ։ Նա հեռացավ առողջական պատճառներով, ինչպես ասում էր պաշտոնական հայտարարությունը։ Բայց բոլորը, ովքեր այնտեղ էին, գիտեին ճշմարտությունը։ Նա հեռացավ, որովհետև չուզեց լինել այնտեղ, երբ ամեն ինչ կփլուզվի։ Բայց ինչու էր նա այդքան վստահ, որ ամեն ինչ կփլուզվի։ Ինչ էր նա իմացել այդ զրույցի ժամանակ, որ նա որոշեց փախչել։ Եվ ամենակարևորը, քանի հոգի էին imանում այն, ինչ նա իմացավ այդ օրը։ Պատասխանը գտնվում է մի փաստաթղթում, որը պահվում էր նախագահի անձնական սեյֆում։ Այդ փաստաթուղթը չէր սովորական զեկույց կամ հաշվետվություն։ Դա էր բժշկական եզրակացություն, գրված ձեռքով, առանց պաշտոնական կնիքների, առանց ստորագրությունների, որոնք կարող էին հետագայում օգտագործվել որպես ապացույց։ Այդ փաստաթղթում գրված էր ամեն ինչ, ինչ նախագահի անձնական բժիշկը գիտեր նրա իրական առողջական վիճակի մասին։ Եվ այն, ինչ գրված էր այնտեղ, բացատրում էր շատ բան։ Ըստ այդ փաստաթղթի, որը հետագայում հայտնաբերվեց անվտանգության ծառայության արխիվներում, նախագահը տառապում էր լուրջ սրտային հիվանդությունից, որը սկսվել էր դեռ 1994 թվականին, բայց որի մասին ոչ ոք չգիտեր բացի նրա անձնական բժշկից եւ 2 մոտ խորհրդականից։ Հիվանդությունը առաջընթաց էր արագ, եւ 1996 թվականի ձմռանը բժիշկը գրել էր, որ պացիենտը կարող է ապրել ավելի քան 2 տարի միայն, եթե ստանա անընդհատ բուժում եւ խուսափի ցանկացած սթրեսից։ Բայց ինչպես կարող էր երկրի նախագահը, որը գտնվում էր անընդհատ ճգնաժամի մեջ, խուսափել սթրեսից։ Այս տեղեկությունը փոխում է ամբողջ պատկերը։ Եթե նախագահը գիտեր, որ նրան մնացել է սահմանափակ ժամանակ, եթե նա գիտեր, որ նա չի կարող շարունակել իր պաշտոնը երկար, ապա շատ բաներ, որոնք տեղի ունեցան հաջորդ տարիների ընթացքում, ստանում են նոր իմաստ։ Ոսկու տեղափոխումը, գաղտնի պայմանագրերը, անհասկանալի որոշումները, բոլորը կարող էին լինել մի մարդու փորձ ապահովել իր ընտանիքի ապագան, երբ նա այլևս չի լինի։ Բայց դա չի արդարացնում այն, ինչ տեղի ունեցավ։ Դա չի արդարացնում այն, որ մինչ ամբողջ ազգը տառապում էր, ինչ որ մեկը մտածում էր միայն իր սեփական շահերի մասին։
Դա չի արդարացնում այն, որ երկրի ռեսուրսները, որոնք պետք է ծառայեին ժողովրդին, օգտագործվեցին անձնական նպատակների համար։ Եվ ամենավատը, դա չի արդարացնում այն լռությունը, որը պահպանեցին բոլոր նրանք, ովքեր գիտեին ճշմարտությունը, բայց ընտրեցին չխոսել։ Նախկին սպան շարունում է իր պատմությունը։ Դեկտեմբերի վերջին, ասում է նա, մենք ստացանք հրահանգ ուժեղացնել անվտանգությունը։ Ոչ թե պալատի շուրջը, այլ մի հատուկ տան շուրջը, որը գտնվում էր քաղաքից դուրս։ Մենք չգիտեինք, թե ինչու է դա անհրաժեշտ, բայց հրամանը հրաման էր։ 2 շաբաթ անց ես իմացա, որ այդ տունը պատրաստվում էր ընդունել շատ կարևոր հյուրերի, բայց ոչ թե պաշտոնական այցելություն, այլ ինչ-որ շատ ավելի գաղտնի։ Այդ տունը, ինչպես պարզվեց հետագայում, օգտագործվում էր որպես գաղտնի հանդիպումների վայր։ Այնտեղ էին տեղի ունենում այն զրույցները, որոնք երբեք չէին գրանցվում, այն գործարքները, որոնք երբեք չէին ստորագրվում պաշտոնապես, այն որոշումները, որոնք փոխում էին երկրի ճակատագիրը, բայց որոնց մասին ժողովուրդը երբեք չիմանար։ Եվ 1996 թվականի վերջին այդ տունը դարձավ այն վայրը, որտեղ որոշվեց նախագահի ճակատագիրը, որտեղ նրան ներկայացվեց վերջին ընտրությունը, կամ հեռանալ ինքնուրույն, պահպանելով իր արժանապատվությունը եւ ապահովելով իր ընտանիքի անվտանգությունը, կամ սպասել, մինչև իրավիճակը դառնա անբերահասկելի, եւ նա կորցնի ամեն ինչ։ Ո՞վ էր ներկայացրել այդ ընտրությունը։ Ո՞վ էր այն մարդը կամ մարդիկ, ովքեր ուներին այնքան իշխանություն, որ կարողանային պարտադրել իրենց կամքը երկրի նախագահին։ Եվ ամենակարևորը, ինչու նախագահը համաձայնվեց առանց դիմադրության։ Պատասխանները գտնվում են այն փաստաթղթերում, որոնք անհետացան նախագահական պալատից 1998 թվականի փետրվարին։ Դրանք գտնվում են այն բանկային հաշիվներում, որոնք բացվեցին արտերկրում 1997 թվականի սկզբին։ Դրանք գտնվում են այն հիշողություններում, որոնք վկաները դեռ վախենում են կիսել։ Բայց ժամանակը փոխվում է։ Վկաները սկսում են խոսել։ Փաստաթղթերը սկսում են հայտնվել։ Եվ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, վերջապես սկսում է դուրս գալ։ Պատկերացրեք մի սենյակ, խավարված, միայն մի փոքր լամպով լուսավորված, որտեղ նստած են 6 մարդ։ 6 մարդ, ովքեր որոշում են ամբողջ երկճակատագիրը։ Սեղանի վրա ընկած են փաստաթղթեր, ֆինանսական հաշվետվություններ, բանկային փոխանցումների գրանցումներ, գաղտնի պայմանագրեր։ Բայց ամենակարևոր փաստաթուղթը, այն, որի շուրջ է պտտվում ամբողջ զրույցը, մի ցուցակ։ 15 անուն։ 15 մարդ, ովքեր գիտեն չափազանց շատ, ովքեր տեսել են չափազանց շատ, ովքեր կարող են վտանգել ամբողջ համակարգը, եթե որոշեն խոսել։ Այս ցուցակը չէր սովորական փաստաթուղթ։ Դա էր այն, ինչ անվտանգության ծառայություններում կոչում են կարմիր ցուցակ։ Մարդիկ, ովքեր պետք է լռեցվեն ցանկացած գնով։ Ոչ անպայման ֆիզիկապես վերացվեն, բայց անպայման դադարեցվեն խոսելուց։ Եվ այդ ցուցակում էին անուններ, որոնք կարող էին շոկել ցանկացած մեկին, ով ծանոթ էր այդ տարիների իշխանական համակարգին։ Այնտեղ էին նախարարներ, ովքեր ծառայել էին նախագահին տարիներ շարունակ, բայց ովքեր սկսել էին տալ նշաններ, որ նրանք այլևս չեն համաձայն այն ուղղության հետ, որով գնում է երկիրը։ Այնտեղ էին բարձրաստիճան սպաներ, ովքեր գիտեին չափազանց շատ գաղտնիքներ, եւ ովքեր կարող էին դառնալ վտանգավոր, եթե որոշեին փոխել կողմը։ Այնտեղ էին նույնիսկ մի քանի բիզնեսմեններ, ովքեր ներգրաված էին այն գաղտնի գործարքներում, որոնք տեղափոխեցին երկրի ռեսուրսները արտերկիր։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ այդ ցուցակում կար նաև մի անուն, որը պատկանում էր մի մարդու, ով համարվում էր նախագահի ամենամոտ ընկերը։ Մի մարդու, ով եղել էր նրա կողքին դեռ այն օրերից, երբ նրանք միասին պայքարում էին անկախության համար։ Մի մարդու, ով գիտեր բոլոր գաղտնիքները, բոլոր թույլ կողմերը, բոլոր վախերը։ Այս մարդը դարձավ այն, ինչ կարելի է անվանել գլխավոր չարագործ այս պատմության մեջ։ Ոչ թե որովհետև նա էր ամենավատը, այլ որովհետև նա էր ամենավտանգավորը։ Նա գիտեր այնքան շատ, որ եթե որոշեր խոսել, ամբողջ համակարգը կփլուզվեր մի օլում։ Եվ ավելի վատ, նա սկսել էր ցույց տալ նշաններ, որ նա պատրաստվում է հենց դա անել։ Նախկին սպան, ով ներկա էր այդ հանդիպմանը, հիշում է այն պահը, երբ այդ անունը հնչեց սենյակում։ Դա եղավ այնպիսի լռություն, ասում է նա, որ կարծես օդը դադարեց շարժվել։ Բոլորը նայում էին միմյանց, բայց ոչ ոք չէր համարձակվում ասել այն, ինչ բոլորը մտածում էին։ Ինչպես կարող էր նա, ամենավստահելի մարդ, դառնալ թշնամի։ Բայց պատասխանը պարզ էր։ Նա դարձավ թշնամի, որովհետև տեսավ, թե ինչ է տեղի ունենում։ Տեսավ, թե ինչպես են երկրի ռեսուրսները տեղափոխվում արտերկիր։ Տեսավ, թե ինչպես են պաշտոնական հաշվետվություններում ցույց տրվում մի բան, մինչ իրականում տեղի է ունենում ամբողջովին այլ բան։
Տեսավ, թե ինչպես են մարդիկ, ովքեր պետք է ծառայեին ժողովրդին, ծառայում իրենց սեփական գրպաններին, եւ նա չկարողացավ այլևս լռել։ Նրա առաջին սխալը եղավ այն, որ նա խոսեց իր կասկածների մասին մի ընկերոջ հետ, ում նա վստահում էր։ Բայց այդ ընկերը, ինչպես պարզվեց, ավելի շատ էր վստահում համակարգին, քան ընկերությանը։ Նա անմիջապես զեկուցեց այդ զրույցի մասին, եւ դրանով սկսվեց շղթա իրադարձությունների, որը վերջապես հանգեցրեց նրա անվան հայտնվելուն այդ կարմիր ցուցակում։ Բայց նա չգիտեր դրա մասին։ Նա շարունակեց իր աշխատանքը, շարունակեց իր հետաքննությունները, շարունակեց հավաքել ապացույցներ այն մասին, ինչ իրականում տեղի էր ունենում երկրում։ Նա պլանավորում էր, որ ճիշտ պահին, երբ նա կունենար բավարար ապացույցներ, նա կհրապարակի ամեն ինչ։ Նա հավատում էր, որ ճշմարտությունը կփրկի երկիրը, բայց նա չգիտեր, որ ամեն նրա քայլը հետևում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հեռախոսազանգը գրանցվում էր։ Չգիտեր, որ ամեն նրա հանդիպումը նկարահանվում էր։ Նրա ծնողները։ Ինչ կարող էր նա անել։ Ինչպիսի ընտրություն ուներ նա։ Նա կարող էր շարունակել իր պայքարը եւ դրանով վտանգել իր սիրելիներին, կամ նա կարող էր ընդունել պարտությունը եւ փրկել նրանց։ Նա ընտրեց երկրորդը։ 2 օր անց նա լքեց Հայաստանը։ Պաշտոնական տարբերակով նա գնաց արտերկիր բուժման համար, բայց բոլորը, ովքեր գիտեին ճշմարտությունը, հասկանում էին, որ նա երբեք չի վերադառնա։ Եվ նա չվերադարձավ։ Նա ապրում է արտերկրում մինչև այսօր։ Նա երբեք չի խոսել հրապարակայնորեն այն մասին, ինչ նա գիտի։ Նա պահպանել է լռությունը 30 տարի։ Բայց նրա պատմությունը, նրա փորձը, նրա ընտրությունը, դրանք ասում են ամեն ինչ այն մասին, թե ինչպիսին էր իրականում այդ համակարգը։ Համակարգ, որտեղ ճշմարտությունը էր ամենավտանգավոր բանը։ Համակարգ, որտեղ նրանք, ովքեր փորձում էին պաշտպանել երկիրը, դառնում էին թշնամիներ։ Համակարգ, որտեղ միակ ճանապարհը փրկվելու համար էր լռելը եւ հեռանալը։ Բայց նրա պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև նա, նույնիսկ արտերկրում ապրելով, նույնիսկ լռելով, պահպանեց այն ապացույցները, որ նա հավաքել էր։ Պահպանեց դրանք անվտանգ տեղում, սպասելով այն օրվան, երբ կարելի կլինի դրանք հրապարակել առանց վտանգի իր ընտանիքի համար։ Եվ այդ օրը, ըստ աղբյուրների, մոտենում է, որովհետև նրանք, ովքեր սպառնացել էին նրան, ովքեր ստիպել էին նրան լռել, այլևս չունեն այն իշխանությունը, որ ունեին 30 տարի առաջ։ Ժամանակը փոխվել է, համակարգը փոխվել է, եւ հիմա վերջապես կարող է գալ այն պահը, երբ ճշմարտությունը կարող է դուրս գալ առանց վախի։ Բայց մինչև այդ պահը գալը, մենք կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ է պարունակվում այդ ապացույցներում։ Կարող ենք միայն ենթադրել, թե որքան խորն է այն գաղտնիքը, որը նա պահպանում է։ Կարող ենք միայն սպասել այն օրվան, երբ նա վերջապես կխոսի։ Բայց մի բան հստակ է. երբ նա խոսի, երբ նա ներկայացնի իր ապացույցները, ամեն ինչ կփոխվի։ Ամեն ինչ, ինչ մենք կարծում ենք, որ գիտենք 1990-ականների մասին, կվերագնահատվի։ Եվ գուցե միայն այն ժամանակ մենք կհասկանանք ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ տարիներին։ Մինչև այդ, մենք կարող ենք միայն լսել այն վկաների պատմությունները, ովքեր համարձակվել են խոսել։ Կարող ենք միայն ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են։ Կարող ենք միայն փորձել հասկանալ, թե ինչպես էր հնարավոր, որ այդ ամենը տեղի ունենար։ Եվ ամենակարևորը, մենք պետք է երաշխավորենք, որ այդպիսի բաներ երբեք այլևս չկրկնվեն։ Որ համակարգը, որը թույլ տվեց այդ ամենը, երբեք այլևս չվերականգնվի։ Որ ճշմարտությունը երբեք այլևս չլինի այնքան վտանգավոր, որ մարդիկ ստիպված լինեն ընտրել իրենց ընտանիքի անվտանգության եւ երկրի ապագայի միջև։ Դա է մեր պարտականությունը։ Դա է մեր պատասխանատվությունը։
Եվ դա է միակ ճանապարհը, որpիսի մենք երաշխավորենք, որ այն զոհերը, որ բերվեցին այդ տարիներին, չեն եղել զուր։ Բայց եկեք վերադառնանք 1997 թվականի սկզբին, երբ իրադարձությունները սկսեցին ալագանալ դեպի իրենց անխուսափելի ավարտը։ Երբ նույնիսկ նրանք, ովքեր ամենաշատ էին փորձում պահպանել համակարգը, սկսեցին հասկանալ, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ Հունվարի վերջին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շատերը համարում են այն պահը, երբ վերջնականապես հստակ դարձավ, որ նախագահը պետք է հեռանա։ Դա չէր հանրահավաք, չէր ապստամբություն, չէր ռազմական հարձակում։ Դա էր ինչ-որ շատ ավելի պարզ, բայց նաև շատ ավելի հզոր։ Այդ օրը, երբ նախագահը պետք է ելույթ ունենար հեռուստատեսությամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հեռարձակումը ընդհատվեց։ Բայց այդ ընդհատման ժամանակ, ընդամենը 3 վայրկյանի համար, էկրանին երևաց ինչ-որ այլ բան։ Երևաց մի կադր, որը ցույց էր տալիս նախագահին նրա անձնական աշխատասենյակում, երբ նա չգիտեր, որ նկարահանվում է։ Եվ այդ 3 վայրկյանի ընթացքում նրա դեմքի արտահայտությունը, նրա ժեստերը, նրա ամբողջ վարքագիծը ցույց էր տալիս մի մարդու, ով ամբողջովին տարբեր էր այն պատկերից, որը նա ներկայացնում էր հանրությանը։ Այդ 3 վայրկյանը բավական էին։ Մարդիկ տեսան ճշմարտությունը։ Տեսան, որ այն մարդը, ով պետք է լիներ ուժեղ, վստահ, վերահսկողության տակ, իրականում էր հոգնած, վախեցած, կորած։ Եվ այդ պատկերը տարածվեց ամբողջ երկրով մի քանի ժամում։ Պաշտոնապես դա բացատրվեց որպես տեխնիկական սխալ, բայց շատերը, ովքեր ծանոթ էին իրավիճակին, գիտեին, որ դա չէր սխալ։ Դա էր նախազգուշացում։ Նախազգուշացում այն մարդկանցից, ովքեր վերահսկում էին հեռուստատեսությունը, ովքեր ուներին մուտք տեխնիկական համակարգերին, ովքեր ուզում էին ցույց տալ, որ նրանք կարող են ցանկացած պահի ցույց տալ ճշմարտությունը, եթե նախագահը չհամաձայնվի այն պայմաններին, որ նրան ներկայացվել էին։ Եվ այդ նախազգուշացումը աշխատեց։ Մեկ շաբաթ անց, փետրվարի սկզբին նախագահը հայտարարեց, որ նա հրաժարվում է իր պաշտոնից։ Պաշտոնական պատճառը եղավ առողջական խնդիրները, բայց բոլորը, ովքեր հետևում էին իրադարձություններին, հասկանում էին, որ իրական պատճառը շատ ավելի բարդ էր։ Նա հեռացավ, որովհետև նրան ասացին, որ եթե նա չհեռանա ինքնուրույն, նրան հեռացնելու են ուժով։ Նա հեռացավ, որովհետև նրան ցույց տվեցին, որ նրանք ունեն բավական ապացույցներ, որպեսզի ոչնչացնեն նրա համբավը հավիտյան։ Նա հեռացավ, որովհետև նրան խոստացան, որ եթե նա գնա հանգիստ, նրա ընտանիքը կլինի անվտանգ, եւ այն գաղտնիքները, որ նա ուներ, կմնան գաղտնի։ Բայց ամենակարևորը, նա հեռացավ, որովհետև նա հասկացավ, որ նա այլևս չուներ ընտրություն։ Համակարգը, որը նա ինքը օգնել էր ստեղծել, այժմ դարձել էր նրա դեմ։ Մարդիկ, ում նա վստահում էր, դդավաճանել էին նրան։ Եվ նա մնացել էր միայնակ, առանց դաշնակիցների, առանց պաշտպանության, առանց ելքի։ Նրա հեռանալը չլուծեց երկրի խնդիրները։ Հակառակը, շատ առումներով դա դարձրեց դրանք ավելի բարդ, որովհետև այժմ, երբ նա գնացել էր, բոլոր այն հարցերը, որոնք կապված էին նրա իշխանության տարիների հետ, մնացին անպատասխան։ Ոսկու հարցը, գաղտնի պայմանագրերի հարցը, բանկային հաշիվների հարցը, բոլորը մնացին կախված օդում։ Եվ նրանք, ովքեր եկան նրա փոխարեն, չուզեցին կամ չկարողացան պատասխանել այդ հարցերին։ Նրանք ասացին, որ դա անցյալ է, որ պետք է նայել ապագային, որ պետք է շարժվել առաջ։ Բայց ինչպես կարող ես շարժվել առաջ, երբ չգիտես, թե ինչ է տեղի ունեցել անցյալում։ Ինչպես կարող ես կառուցել ապագա, երբ անցյալը լի է գաղտնիքներով եւ սուտերով։ Դա է պատճառը, որ այս հարցերը դեռ արդիական են 30 տարի անց։ Դա է պատճառը, որ մարդիկ դեռ պահանջում են պատասխաններ։ Դա է պատճառը, որ վկաները դեռ խոսում են, փաստաթղթերը դեռ հայտնաբերվում են։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։
Միայն այն ժամանակ մենք կկարողանանք կառուցել այն ապագան, իսկապես շարժվել առաջ։ Միայն այն ժամանակ Ովքեր գիտեին ամեն ինչ Տեր-Պետրոսյանի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր էվակուացիայի պլան, յուրաքանչյուր թաքնված թունել Երևանի տակ, յուրաքանչյուր արտասահմանյան հաշիվ, որի գոյության մասին ժողովուրդը երբեք չիմացավ։ Հիմա պատկերացրեք, որ դուք պետք է ընտրություն անեիք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1997 թվականի դեկտեմբերին, երբ ամբողջ երկիրը սպասում էր նախագահի հրաժարականին, այս 12 մարդիկ հավաքվեցին մի գաղտնի տան մեջ, քաղաքից հեռու, որտեղ նույնիսկ պատերը չէին լսում։ Նրանք գիտեին, որ այն որոշումը, որ նրանք կայացնեն այդ գիշեր, կփոխի Հայաստանի պատմությունը։ Բայց ինչու էին նրանք այնքան վստահ, որ նրանց դավաճանությունը անհրաժեշտ է։ Ինչ էին նրանք իմացել, որ նույնիսկ ամենամոտ խորհրդականները չգիտեին։ Եվ ամենակարևորը, ինչպես էին նրանք համոզված, որ եթե չդավաճանեն հիմա, վաղը կլինի ուշ ոչ միայն նրանց, այլև իրենց ընտանիքների համար։ Այդ գիշերը սեղանի վրա ընկած էր մի փաստաթուղթ, որը կրում էր կարմիր կնիկ եւ մի կոդ, որը 12-ից միայն 3-ը կարող էին ապակոդավորել։ Այդ փաստաթղթում գրված էր ամեն ինչ այն մասին, թե ինչ կլինի, եթե նախագահը չհեռանա հաջորդ 2 ամսվա ընթացքում։ Այնտեղ նշված էին կոնկրետ անուններ, նրանք, ովքեր կվերացվեն առաջինը, եթե իրավիճակը դառնա անվերահսկելի։ Այնտեղ նշված էին կոնկրետ ամսաթվեր, երբ արտասահմանյան ուժերը կմտնեն խավի մեջ, եթե ներքին լուծում չգտնվի։ Այնտեղ նշված էին կոնկրետ գումարներ, որքան կարժենա յուրաքանչյուր օր ուշացումը երկրի համար։ Բայց ամենասարսափելին այն էր, որ այդ փաստաթղթի վերջում կար մի պարբերություն, որը ասում էր. այս տեղեկատվությունը հաստատված է 3 անկախ աղբյուրների կողմից, որոնցից մեկը գտնվում է Մոսկվայում, մյուսը Վաշինգտոնում, երրորդը այն տեղում, որի մասին նույնիսկ մենք չենք խոսում բարձր ձայնով։ Նախկին անվտանգության սպան, ով պահպանում էր այդ տան մուտքը այդ գիշեր, հիշում է, թե ինչպես էր նա լսում ձայներ, որոնք բարձրանում էին ներսից։ Դա չէր սովորական քննարկում, ասում է նա, եւ նրա ձայնը դեռ դողում է այդ հիշողությունից։ Դա էր պայքար։ Յուրաքանչյուրը փորձում էր համոզել մյուսներին, որ իր տարբերակն է ճիշտը։ Մեկը ասում էր, որ նրանք պետք է սպասեն դեռ մի քանի ամիս, տան նախագահին հնարավորություն ինքը հեռանալ արժանապատվությամբ։ Մյուսը պնդում էր, որ ամեն օր ուշացումը նշանակում է ավելի շատ վտանգ իրենց ընտանիքների համար։ Երրորդը խոսում էր այն մասին, որ եթե նրանք չգործեն հիմա, մեկ այլ խումբ կգործի, եւ այն ժամանակ նրանք բոլորը կկորցնեն ամեն ինչ։ Երբ վերջապես դուռը բացվեց, դուրս եկան 12 մարդիկ, որոնց դեմքերը սպիտակ էին, բայց որոշումը կայացված էր։ Նրանք համաձայնել էին, որ նախագահը պետք է հեռանա, եւ նրանք էին, ովքեր կապահովեին, որ դա տեղի ունենա։ Բայց ինչպես կարող էին 12 մարդիկ ստիպել հեռանալ մի նախագահի, ով դեռ ուներ բանակի, անվտանգության ծառայության եւ մեծ մասի պաշտոնյաների աջակցությունը։ Պատասխանը գտնվում էր ոչ թե ուժի մեջ, այլ տեղեկատվության մեջ։ Այս 12 մարդիկ ունեին մուտք այնպիսի փաստաթղթերի, որոնք եթե հրապարակվեին, կկործանեին ոչ միայն նախագահին, Այլև նրա ամբողջ ընտանիքին։ Նրանք ունեին ձայնագրություններ այն զրույցների, որոնք երբեք չպետք է գրանցվեին։ Նրանք ունեին բանկային փոխանցումների մանրամասներ, որոնք ցույց էին տալիս, թե որտեղ է գնացել օգնության այն մասը, որը պետք է գնար ժողովրդին։ Նրանք ունեին բժշկական եզրակացություններ, որոնք ապացուցում էին, որ նախագահը թաքցրել է իր իրական առողջական վիճակը երկրից տարիներ շարունակ։ Եվ նրանք օգտագործեցին այս տեղեկատվությունը ոչ թե հրապարակայնորեն, այլ անձնական հանդիպումների ժամանակ։ Նրանցից յուրաքանչյուրը գնաց մի հիմնական մարդու մոտ՝ բանակի գեներալ, անվտանգության ծառայության ղեկավար, ֆինանսների նախարար եւ ցույց տվեց նրանց այն, ինչ նրանք ունեին։ Ոչ թե սպառնալիքով, այլ պարզ փաստերով։ Նայեք, թե ինչ մենք գիտենք, ասացին նրանք։ Եվ հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այս ամենը դուրս գա։ Ով կտուժի ամենաշատը։ Ոչ թե մենք, ովքեր պարզապես կատարում ենք մեր աշխատանքը, այլ դուք, ովքեր եղել եք նրա ամենամոտ մարդիկը։ Այս մոտեցումը աշխատեց։ Մեկ առ մեկ այն մարդիկ, ում աջակցությունը նախագահը կարիք ուներ, Սկսեցին հեռանալ։ Ոչ թե բարձրաձայն, ոչ թե դրամատիկ, այլ լուռ եւ անտեսանելի։ Նրանք պարզապես դադարեցին պատասխանել նրա զանգերին, դադարեցին ներկայանալ նիստերին, դադարեցին կատարել նրա հրամանները։ Եվ երբ նախագահը հասկացավ, որ նա մնացել է առանց իրական աջակցության, նա հասկացավ նաև, որ նրա ժամանակը լրացել է։ Բայց դեռ մնում էր մի խնդիր։ Ինչպես ապահովել, որ նախագահը հեռանա հանգիստ, առանց փորձելու դիմադրել, առանց փորձելու հրապարակել այն, ինչ նա գիտեր մյուսների մասին։ Որովհետև նա նույնպես ուներ իր սեփական գաղտնիքները, իր սեփական ապացույցները, իր սեփական ապահովագրական պոլիսը։ Եվ եթե նա որոշեր օգտագործել այն, ապա ոչ միայն նա,
այլև շատերը կընկնեին։ Լուծումը գտնվեց մի գաղտնի պայմանագրի մեջ, որը երբեք չստորագրվեց պաշտոնապես, բայց որը բոլոր կողմերը հասկացան եւ ընդունեցին։ Նախագահը կհեռանա հանգիստ, կհայտարարի առողջական պատճառներ եւ փոխարենը նրա ընտանիքը կմնա անվտանգ, նրա անձնական ֆինանսները չեն հետաքննվի եւ այն գաղտնիքները, որ նա գիտեր մյուսների մասին, կմնան գաղտնի։ Դա էր գինը նրա լռության համար։ Եվ նա ընդունեց այդ գինը, որովհետև հասկացավ, որ այլ ընտրություն չուներ։ 1998 թվականի փետրվարի 30-ին, երբ նախագահը պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին, ամբողջ երկիրը շունչը պահեց։ Մարդիկ դուրս եկան փողոցներ, ոմանք ուրախանում էին, ոմանք լացում էին, ոմանք պարզապես կանգնած էին լռության մեջ, չհասկանալով թե ինչ է տեղի ունեցել։ Բայց նրանք, ովքեր գիտեին ճշմարտությունը, նրանք, ովքեր եղել էին այդ գաղտնի հանդիպումների մասնակիցները, նրանք գիտեին, որ այն, ինչ տեղի ունեցավ, չէր ժողովրդական ապստամբություն, չէր դեմոկրատական փոփոխություն, այլ մի խմբի հաղթանակ մյուս խմբի նկատմամբ։ Իշխանության խաղ, որտեղ ժողովուրդը եղավ միայն դիտորդ, ոչ թե մասնակից։ Եվ այդ 12 մարդիկ, ովքեր կազմակերպեցին այս ամենը, ինչ եղավ նրանց հետ։ Ոմանք շարունակեցին իրենց կարիերան նոր իշխանության ներքո։ Ոմանք հեռացան քաղաքականությունից եւ անցան բիզնես։ Ոմանք տեղափոխվեցին արտերկիր եւ այլևս երբեք չվերադարձան։ Բայց բոլորը պահպանեցին լռությունը այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ օրերին։ Պահպանեցին մինչև հիմա, երբ ժամանակը սկսեց փոխել ամեն ինչ, երբ նոր սերունդը սկսեց հարցեր տալ, երբ հին վախերը սկսեցին թուլանալ։ Արդյոք այս 12 մարդիկ եղան հերոսներ, թե դավաճաններ։ Արդյոք նրանք փրկեցին երկիրը, թե գողացան նրա ապագան։ Պատասխանը կախված է նրանից, թե ում եք հարցնում։ Բայց մի բան անվիճելի է. նրանք փոխեցին պատմությունը, եւ այդ փոփոխության հետևանքները մենք զգում ենք մինչև այսօր։ Երբ անվտանգության ծառայությունը սկսեց դատարկել նախագահական պալատի սեյֆերը 1998 թվականի մարտի սկզբին, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, որը չպետք է գոյություն ունենար։ Փաստաթղթերի մի ամբողջ արխիվ, որը պահվում էր առանձին սեյֆում, այնպիսի մեկում, որը բացվում էր միայն 3 տարբեր բանալիներով միաժամանակ, եւ այդ բանալիները պահվում էին 3 տարբեր մարդկանց մոտ, ովքեր երբեք չպետք է լինեին միասին մի սենյակում։ Այս արխիվը կոչվում էր հատուկ թղթապանակ համար 5, եւ նրա գոյության մասին գիտեին միայն 7 մարդ ողջ երկրում։ Երբ վերջապես բացեցին այդ սեյֆը եւ սկսեցին ուսումնասիրել նրա բովանդակությունը, նույնիսկ փորձառու սպաները, ովքեր կարծում էին, որ ամեն ինչ տեսել են իրենց կարիերայի ընթացքում, ապշեցին այն բանից, ինչ գտան այնտեղ։ Այնտեղ էին բժշկական եզրակացություններ, որոնք ցույց էին տալիս, որ նախագահի առողջական վիճակը սկսել է վատանալ դեռ 1992 թվականից, բայց որի մասին պաշտոնապես երբեք չի հայտարարվել։ Այնտեղ էին դեղամիջոցների ցուցակներ, սրտային պրեպարատներ, ճնշման դեղեր, հանգստացնող միջոցներ, որոնց քանակությունը ցույց էր տալիս, որ մարդը, ով ղեկավարում էր երկիրը, ապրում էր անընդհատ բժշկական հսկողության տակ։ Այնտեղ էին նաև գաղտնի նշումներ անձնական բժշկի կողմից, որտեղ նա գրում էր. «Պացիենտը հրաժարվում է ընդունել իր վիճակի լրջությունը, շարունակում է աշխատել 18 ժամ օրական, չնայած իմ բազմակի նախազգուշացումներին, որ սա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»։ Բայց ավելի շոկային էին այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին ոչ թե նախագահի առողջությանը, այլ երկրի ֆինանսական վիճակին։ Այնտեղ էին գաղտնի հաշվետվություններ, որոնք ցույց էին տալիս իրական պատկերը, ոչ թե այն, որը ներկայացվում էր պաշտոնապես, այլ այն, որը գիտեին միայն ամենավերին շրջանակները։ Ըստ այդ հաշվետվությունների, երկրի տնտեսությունը գտնվում էր ավելի վատ վիճակում, քան ցանկացած մեկը պատկերացնում էր։ Արտաքին պարտքը հասել էր այնպիսի մակարդակի, որ երկիրը գործնականում սնանկացած էր, բայց այս տեղեկատվությունը թաքցվում էր հանրությունից, որպեսզի չսկսվի խուճապ։ Եվ ամենավտանգավորը, այնտեղ էին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր կառավարվում ոսկու հարցը։ Մանրամասն գրանցումներ յուրաքանչյուր տեղափոխման մասին, ամսաթվեր, քանակներ, նպատակակետեր, պատասխանատու անձինք։ Եվ այն, ինչ ամենաշատ էր անհանգստացնում նրանց, ովքեր կարդում էին այդ փաստաթղթերը, այն էր, որ վերջին տեղափոխումները, այն տեղափոխումները, որոնք տեղի ունեցան 1997 թվականի վերջին, չունեին հստակ նպատակակետ։ Փաստաթղթերում գրված էր միայն անվտանգ պահպանման վայր, առանց որևէ լրացուցիչ մանրամասնության։ Ո՞վ էր որոշել, թե որտեղ է այդ անվտանգ պահպանման վայրը։ Ո՞վ էր վերահսկում, որ ոսկին իսկապես հասնում է այնտեղ։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր երկիրը վերադարձնել այդ ոսկին, երբ պաշտոնապես չկար որևէ փաստաթուղթ, որը հաստատում էր նրա գտնվելու վայրը։ Այս հարցերը մնացին անպատասխան, որովհետև այն մարդիկ, ովքեր կարող էին պատասխանել դրանց, կամ հեռացել էին երկրից,
կամ հրաժարվում էին խոսել։ Բայց արխիվում կար նաև մեկ այլ փաստաթուղթ, որը գուցե ամենակարևորն էր։ Դա էր ձեռքով գրված նամակ, առանց ստորագրության, առանց ամսաթվի, բայց որի բովանդակությունը ցույց էր տալիս, որ այն գրվել է 1997 թվականի դեկտեմբերին։ Այդ նամակում անհայտ հեղինակը գրում էր. «Ես գիտեմ, որ այն, ինչ մենք անում ենք, սխալ է։ Ես գիտեմ, որ պատմությունը կդատապարտի մեզ, բայց ես նաև գիտեմ, որ եթե մենք չանենք դա, ինչ-որ մեկ ուրիշը կանի, եւ արդյունքը կլինի ավելի վատ։ Մենք ընտրել ենք փոքր չարիքը, հույս ունենալով, որ ապագայում, երբ պերսոնաշ իրավիճակը կայունանա, մենք կկարողանանք ուղղել մեր սխալները։ Բայց ես վախենում եմ, որ այդ ապագան երբեք չի գալու»։ Այս նամակը ցույց էր տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր կազմակերպեցին այս ամենը, հասկանում էին, որ նրանք անում են ինչ-որ սխալ բան։ Բայց նրանք արդարացնում էին իրենց գործողությունները այն փաստարկով, որ այլընտրանքը կլիներ ավելի վատ։ Արդյոք դա ճիշտ էր։ Արդյոք իսկապես չկար այլ ճանապարհ։ Թե դա էր պարզապես հարմար պատճառաբանություն, որը թույլ էր տալիս նրանց արդարացնել իրենց գործողությունները։ Երբ այս փաստաթղթերը հայտնաբերվեցին, ծագեց մի մեծ հարց. ինչ անել դրանց հետ։ Հրապարակել դրանք եւ ռիսկել, որ երկիրը ընկնի նոր ճգնաժամի մեջ։ Թե թաքցնել դրանք եւ պահպանել կայունությունը, բայց միաժամանակ թաքցնել ճշմարտությունը։ Որոշումը կայացվեց բարձրագույն մակարդակում, եւ այն որոշումը եղավ փաստաթղթերը դասակարգել որպես խիստ գաղտնի եւ պահել դրանք հատուկ արխիվում, որտեղ մուտքը կլիներ սահմանափակված միայն ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների համար։ Բայց գաղտնիքները ունեն մի հատկություն. նրանք չեն կարող մնալ թաքնված հավիտյան։ Տարիների ընթացքում այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները սկսեցին արտահոսք գտնել։ Առաջին անգամ լրագրողները սկսեցին գրել դրանց մասին 1999 թվականին։ Հետո 1205 թվականին մի նախկին պաշտոնյա հրապարակեց գիրք, որտեղ նա մանրամասն նկարագրեց այն, ինչ գտել էր այդ արխիվում։ Եվ վերջապես 1215 թվականին մի խումբ պատգամավորներ պահանջեց, որ այդ փաստաթղթերը ապագաղտնյանան եւ դառնան հասանելի հանրությանը։ Բայց մինչև այսօր այդ փաստաթղթերի մեծ մասը մնում է գաղտնի։ Պաշտոնական պատճառաբանությունը այն է, որ դրանց հրապարակումը կարող է վնասել ազգային անվտանգությանը։ Բայց շատերը կասկածում են, որ իրական պատճառը այն է, որ այդ փաստաթղթերը կբացահայտեն այնպիսի ճշմարտություններ, որոնք կվնասեն շատ հզոր մարդկանց, ովքեր դեռ ունեն ազդեցություն երկրում։ Եվ այսպես, ճշմարտությունը շարունակում է մնալ մասամբ թաքնված, մասամբ բացահայտված, մասամբ մոռացված։ Բայց նրանք, ովքեր ապրել են այդ տարիները, ովքեր տեսել են այն, ինչ տեղի ունեցավ, նրանք չեն մոռանում։ Եվ նրանց հիշողությունները, նրանց պատմությունները, նրանց վկայությունները շարունակում են ապրել, սպասելով այն օրվան, երբ վերջապես ամբողջ ճշմարտությունը կարող է դուրս գալ։ Արդյոք այդ օրը երբևէ կգա։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 1990-ականներին։ Թե այդ գաղտնիքները կմնան թաքնված հավիտյան, թաղված արխիվների խորքերում, պաշտպանված հզոր շահերի կողմից։ Բայց կա մեկ այլ արխիվ, որի մասին շատ քիչ մարդիկ են խոսում, բայց որը կարող է պարունակել ամենակարևոր պատասխանները։ Դա է անձնական արխիվը այն մարդու, ով եղավ գլխավոր չարագործը այս պատմության մեջ, այն մարդը, ով գիտեր ամենաշատը, ով տեսավ ամենաշատը, ով վերջապես չդիմացավ եւ որոշեց խոսել։ Բայց նախքան նա կհասցներ հրապարակել այն, ինչ գիտեր, նա ստիպված եղավ լքել երկիրը։ Եվ երբ նա հեռացավ, նա վերցրեց իր հետ մի փոքր սև տուփ, որտեղ պահվում էին բոլոր այն ապացույցները, որ նա հավաքել էր տարիների ընթացքում։ Այդ տուփը, ըստ աղբյուրների, պարունակում է ամեն ինչ՝ ձայնագրություններ, գաղտնի հանդիպումների, լուսանկարներ փաստաթղթերի, որոնք պետք է ոչնչացվեին, բանկային փոխանցումների մանրամասներ, անուններ այն մարդկանց, ովքեր ներգրավված էին յուրաքանչյուր գործարքում։ Եվ ամենակարևորը, այնտեղ է մի ձեռքով գրված օրագիր, որտեղ նա գրանցել է ամեն ինչ, ինչ տեղի ունեցավ 1995-ից մինչև 1998 թվականները։ Այս մարդը, ով այժմ ապրում է արտերկրում անհայտ վայրում, երբեմն տալիս է հարցազրույցներ, բայց միշտ խուսափում է կոնկրետ մանրամասններից։ Նա ասում է, որ դեռ չի եկել ժամանակը ամբողջ ճշմարտությունը բացահայտելու։ Նա ասում է, որ դեռ կան մարդիկ, ովքեր կարող են տուժել, եթե նա խոսի։ Նա ասում է, որ նա սպասում է ճիշտ պահին։ Բայց ինչ է նշանակում ճիշտ պահ։ Երբ կգա այդ պահը։ Երբ բոլոր ներգրաված մարդիկ կմահանան։ Երբ նոր սերունդը կգա իշխանության։ Երբ երկիրը կլինի պատրաստ լսելու ճշմարտությունը։ Թե երբեք։
Շատերը կասկածում են, որ այդ ճիշտ պահը երբեք չի գալու, որ այս մարդը պարզապես օգտագործում է այդ ապացույցները որպես իր անձնական ապահովագրություն, որպեսզի ապահովի, որ ոչ ոք չփորձի վնասել նրան կամ նրա ընտանիքին, որ նա երբեք չի մտադրվում իսկապես հրապարակել այնինչ գիտի, որովհետև դա նշանակում է դնել իր կյանքը վտանգի մեջ։ Բայց կան նաև նրանք, ովքեր հավատում են, որ այդ պահը մոտենում է, որ այս մարդը պատրաստվում է վերջապես խոսել, որ նա սպասում է միայն մի փոքր ավելի շատ ժամանակի, մինչև իրավիճակը դառնա բավականաչափ անվտանգ։ Եվ երբ նա խոսի, երբ նա ներկայացնի իր ապացույցները, ամբողջ պատմությունը կփոխվի։ Մինչև այդ, մենք կարող ենք միայն սպասել եւ հույս ունենալ, որ ճշմարտությունը վերջապես կդուրս գա։ Հույս ունենալ, որ այն զոհերը, որ բերվեցին այդ տարիներին, չեն եղել զուր։ Հույս ունենալ, որ մենք վերջապես կսովորենք դասերը, որ պատմությունը փորձում է սովորեցնել մեզ։ Բայց մի բան հստակ է. այն, ինչ տեղի ունեցավ 1990-ականներին, չպետք է մոռացվի։ Այն մարդիկ, ովքեր տուժեցին, չպետք է անտեսվեն։ Եվ այն ճշմարտությունը, որը դեռ թաքնված է, պետք է դուրս գա, որքան էլ ցավոտ լինի այն։ Որովհետև միայն իմանալով ճշմարտությունը, միայն հասկանալով, թե ինչ տեղի ունեցավ, մենք կարող ենք երաշխավորել, որ դա երբեք չկրկնվի։ Եվ դա է մեր պարտականությունը, ոչ միայն մեր անցյալի նկատմամբ, այլ նաև մեր ապագայի նկատմամբ։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունել ճշմարտությունը, երբ այն վերջապես դուրս գա։ Արդյոք դուք պատրաստ եք դիմագրավել այն անհարմար փաստերին, որոնք կարող են բացահայտվել։ Արդյոք դուք պատրաստ եք պայքարել, որպեսզի այդպիսի բաներ երբեք այլևս չտեղի ունենան։ Դա է հարցը, որը յուրաքանչյուրս պետք է տանք մեզ։ Եվ պատասխանը, որը մենք կտանք, կորոշի մեր ապագան։ 35 տարի անց, երբ ամբողջ աշխարհը կարծում էր, որ այդ գաղտնիքները թաղված են անցյալում, մի մարդ, ով երբեք չէր խոսել հրապարակայնորեն, համաձայնվեց առաջին անգամ տալ հարցազրույց։ Այս մարդը չէր քաղաքական գործիչ, չէր բարձրաստիճան պաշտոնյա, չէր նույնիսկ այն 12 մարդկանցից մեկը, ովքեր կազմակերպեցին Ճտեր Պետրոսյանի հեռացումը։ Նա էր ավելի կարևոր, քան այդ ամենը։ Նա էր այն մարդը, ով յուրաքանչյուր օր մտնում էր նախագահական աշխատասենյակ եւ տեսնում էր այն, ինչ ոչ ոք չէր տեսնում։ Նա էր անձնական օգնականը, ով կարդում էր բոլոր փաստաթղթերը նախքան դրանք հասնելը նախագահին, ով լսում էր բոլոր հեռախոսազանգերը, ով ներկա էր բոլոր գաղտնի հանդիպումներին։ Եվ այսօր, երբ նա նստած է մեր դիմաց, նրա ձեռքերը դողում են ոչ թե ծերությունից, այլ այն հիշողություններից, որոնք նա պահել է 35 տարի։ Ես գիտեի, որ եթե չխոսեմ հիմա, 1998 թվականի հունվարի վերջին օրերին, երբ ամբողջ երկիրը սպասում էր նախագահի հրաժարականին, երբ փողոցներում արդեն սկսվել էին ցույցերը, երբ նույնիսկ նախագահական պալատի ներսում մարդիկ շշնջում էին, որ ամեն ինչ ավարտվում է, տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին պաշտոնապես երբեք չի խոսվել։ Հունվարի 28-ին, ուշ գիշեր, երբ պալատում մնացել էին միայն անվտանգության սպաները եւ մի քանի ամենամոտ օգնականներ, նախագահական աշխատասենյակ մտավ մի մարդ, ում ներկայությունը այնտեղ էր այն կերեր այն սպասելի, որ նույնիսկ պահակները չգիտեին, թե ինչպես արձագանքել։ Այս մարդը չէր հայտնի հանրությանը, նրա անունը երբեք չէր հնչել լրատվամիջոցներում, բայց նրանք, ովքեր իսկապես հասկանում էին, թե ինչպես է աշխատում իշխանությունը, գիտեին, որ նա էր ամենահզոր մարդը երկրում։ Ոչ թե պաշտոնապես, այլ իրականում։ Անձնական օգնականը հիշում է այդ պահը այնպես, կարծես դա եղել է երեկ։ Ես կանգնած էի դռան մոտ, ասում է նա, եւ նրա աչքերը փակվում են, կարծես նա կրկին տեսնում է այդ տեսարանը։ Այդ մարդը մտավ առանց թակելու, առանց ողջունելու, առանց նույնիսկ նայելու մեզ, ովքեր այնտեղ էինք։ Նա ուղղվեց ուղիղ դեպի նախագահի սեղանը եւ դրեց նրա առջև մի փաթեթ։ Ոչ մեծ, ոչ փոքր, պարզապես մի սև փաթեթ, որը կարծես կշռում էր ամբողջ աշխարհը։ Նախագահը նայեց այդ փաթեթին, հետո նայեց այդ մարդուն, եւ նրա դեմքի արտահայտությունը փոխվեց այնպես, որ բոլորը, ովքեր այնտեղ էին, հասկացան, ինչ որ շատ լուրջ բան է տեղի ունենում։ Այդ մարդը չնստեց, չխոսեց երկար, պարզապես ասաց մի քանի նախադասություն, որոնք անձնական օգնականը լսեց, թեև չպետք է լսեր։ Դուք ունեք 24 ժամ, ասաց այդ մարդը։ 24 ժամ, որպեսզի որոշեք, ինչպես եք ուզում, որ ավարտվի ձեր պատմությունը։ Արժանապատվությամբ, թե ամոթով։ Այդ 24 ժամվա ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ կարելի է անվանել վերջին պայքար։ Նախագահը փորձեց զանգահարել իր ամենավստահելի մարդկանց, բայց նրանցից շատերը չպատասխանեցին հեռախոսին։ Փորձեց կապ հաստատել բանակի գլխավոր շտաբի հետ, բայց նրան ասացին, որ գեներալը հիվանդ է եւ չի կարող խոսել։ Փորձեց գտնել աջակցություն անվտանգության ծառայությունից, բայց այնտեղ նրան ասացին, որ նրանք սպասում են պաշտոնական հրամանների։
Յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր փորձ օգնություն գտնելու հանդիպում էր նույն պատասխանին՝ լռություն, խուսափում, անտարբերություն։ Եվ այդ 24 ժամվա վերջում, երբ արևը արդեն բարձրանում էր հունվարի 29-րդի առավոտյան, նախագահը հասկացավ, որ նա մնացել է ամբողջովին միայնակ։ Բայց նույնիսկ այդ պահին նա չէր պատրաստ հանձնվել։ Անձնական օգնականը հիշում է, թե ինչպես նախագահը նստեց իր սեղանի առջև եւ սկսեց գրել։ Նա գրում էր ժամերով, ասում է օգնականը, գրում էր ձեռքով, թղթի վրա, առանց որևէ տպագրական մեքենայի, առանց որևէ համակարգչի։ Ես չգիտեի, թե ինչ է նա գրում, բայց տեսնում էի, որ դա շատ կարևոր է նրա համար։ Երբեմն նա դադար էր անում, նայում էր պատուհանից դեպի քաղաքը, որը դեռ քնած էր, եւ հետո շարունակում էր գրել։ Այն, ինչ նա գրում էր, ինչպես պարզվեց շատ ավելի ուշ, էր նրա վերջին ակտը որպես նախագահ, մի փաստաթուղթ, որտեղ նա ամբողջությամբ նկարագրում էր այն, ինչ տեղի էր ունեցել վերջին 7 տարիների ընթացքում։ Ոսկու տեղափոխումները, գաղտնի պայմանագրերը, արտաքին ճնշումները, ներքին դավաճանությունները, ամեն ինչ։ Բայց այդ փաստաթուղթը երբեք չհրապարակվեց։ Ինչու՞։ Որովհետև երբ նա ավարտեց գրելը, երբ նա կնքեց այն ծրարի մեջ եւ պատրաստվում էր հանձնել այն իր ամենավստահելի մարդուն, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Աշխատասենյակ մտավ մի կին։ Նրա կինը, ով երբեք չէր միջամտում քաղաքական հարցերին, ով միշտ մնում էր ստվերում, ով համարվում էր պարզապես նախագահի տիկին։ Բայց այդ առավոտ նա մտավ այնպիսի վճռականությամբ, որ բոլորը, ովքեր այնտեղ էին, հասկացան նա եկել է ասելու ինչ-որ շատ կարևոր բան։ Անձնական օգնականը հիշում է նրա բառերը բառացիորեն։ Դու չես կարող դա անել, ասաց նա իր ամուսնուն։ Եթե դու հրապարակես այդ փաստաթուղթը, դու ոչնչացնես ոչ միայն քեզ, այլև մեր երեխաներին, մեր թոռներին, մեր ամբողջ ընտանիքը։ Նրանք խոստացել են, որ եթե դու լռես, մենք կլինենք անվտանգ, բայց եթե դու խոսես, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ կլինի։ Այդ պահին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը շատերը կհամարեին թուլություն, բայց որը գուցե էր ամենամարդկային արարքը, որ նախագահը երբևէ կատարել է։ Նա նայեց իր կնոջը, հետո նայեց այդ ծրարին, որը պարունակում էր ամբողջ ճշմարտությունը, եւ հետո շատ դանդաղ, շատ ցավոտ նա վերցրեց այդ ծրարը եւ դրեց այն իր սեյֆի մեջ։ Ես չեմ կարող, ասաց նա, եւ նրա ձայնը այնքան ցածր էր, որ գրեթե չէր լսվում։ Ես չեմ կարող դնել իմ ընտանիքը վտանգի մեջ։ Ես արդեն բավական եմ կորցրել։ Եվ այդպես այդ փաստաթուղթը, որը կարող էր փոխել ամեն ինչ, մնաց թաքնված։ Մնաց այնտեղ մինչև այն օրը, երբ նախագահական պալատը դատարկվեց, երբ նոր իշխանությունը եկավ, երբ բոլոր սեյֆերը բացվեցին եւ դատարկվեցին։ Բայց այդ կոնկրետ փաստաթուղթը, ըստ անձնական օգնականի, երբեք չգտնվեց։ Ով վերցրեց այն։ Երբ եւ ինչպես։ Այս հարցերը մնում են անպատասխան մինչև այսօր։ Բայց կա մի տեսություն, որը շատերը համարում են ամենահավանականը։ Այդ փաստաթուղթը վերցրեց հենց այն մարդը, ով եկել էր այդ վերջին գիշերը եւ տվել էր 24 ժամ ժամկետ։ Վերցրեց ոչ թե որպեսի ոչնչացնի, այլ որպեսի պահի որպես երաշխիք, որ նախկին նախագահը երբեք չի փորձի վերադառնալ քաղաքականություն, երբեք չի փորձի բացահայտել այն, ինչ գիտի։ Այդ փաստաթուղթը դարձավ շանտաժի գործիք, որը ապահովեց 35 տարվա լռություն։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև մինչ նախագահը պատրաստվում էր հեռանալ, մինչ նա հրաժարվում էր իր վերջին հնարավորությունից պայքարելու համար, ուրիշ տեղ, քաղաքից հեռու, մի գաղտնի տանը, տեղի էր ունենում մեկ այլ հանդիպում։ Այս հանդիպումը չէր այն 12 մարդկանց հանդիպումը, ովքեր կազմակերպել էին հեղաշրջումը։ Դա էր ավելի փոքր խումբ, միայն 5 մարդ, բայց այդ 5 մարդիկ էին իրականում վերահսկում ամեն ինչ։ Նրանք էին, ովքեր տտվել էին հրամանները, ովքեր պլանավորել էին յուրաքանչյուր քայլը, ովքեր ապահովել էին, որ ամեն ինչ ընթանա ըստ սցենարի։ Եվ այդ գիշեր նրանք հավաքվել էին վերջին անգամ, որոշելու, թե ինչ անել այն ամենից հետո, երբ նախագահը հեռանա։ Այս հանդիպման մասին մենք գիտենք միայն մի աղբյուրից, մի մարդուց, ով ծառայում էր որպես վարորդ այդ 5 մարդկանցից մեկի համար։ Նա երբեք չմտավ այն սենյակը, որտեղ նրանք հանդիպում էին, բայց նա սպասում էր դրսում, եւ երբեմն, երբ դուռը բացվում էր մի պահ, նա լսում էր բառերի կտորներ։ Ես լսեցի, թե ինչպես նրանք խոսում էին ոսկու մասին, ասում է այդ վարորդը, ով այժմ ապրում է հեռավոր գյուղում եւ վախենում է նույնիսկ իր անունը ասել։ Նրանք ասում էին, որ մեծ մասը արդեն տեղափոխված է անվտանգ տեղ, բայց դեռ մնում է մի փոքր մաս, որը պետք է տեղափոխվի վերջին պահին։ Նրանք ասում էին, որ պետք է շտապել, որովհետև նոր իշխանությունը կսկսի հետաքննություններ, եւ եթե նրանք գտնեն որևէ հետք, ամեն ինչ կբացահայտվի։ Այդ վերջին մասը, ըստ այդ վարորդի,
տեղափոխվեց հունվարի 30-րդի գիշերը։ 3 բեռնատար լի արկղերով, որոնք այնքան ծանր էին, որ յուրաքանչյուրը պահանջում էր 6 մարդ բարձրացնելու համար, ուղղվեցին դեպի Զվարթնոց օդանավակայան։ Այնտեղ նրանց սպասում էր մի ինքնաթիռ, որը չկար պաշտոնական ժամանակացույցում, որը չանցավ մաքսային ստուգումներ, որը թռավ դեպի անհայտ ուղղություն։ Եվ այդ ինքնաթիռի հետ անհետացավ վերջին հույսը, որ երբևէ այդ ոսկին կվերադառնա Հայաստան։ Բայց ամենաանհավատալին այն է, որ այս ամենը տեղի ունեցավ ոչ թե գաղտնի, լտմի, այլ բոլորի աչքի առջև։ Օդանավակայանի աշխատակիցները տեսան այդ բեռնաթափումը, անվտանգության սպաները տեսան այդ արկղերը։ Նույնիսկ մի քանի լրագրողներ, ովքեր պատահաբար այնտեղ էին, տեսան այդ տեսարանը։ Բայց ոչ ոք չխոսեց, ոչ ոք չհարցրեց, ոչ ոք չփորձեց կանգնեցնել։ Որովհետև բոլորը գիտեին, որ եթե խոսեն, եթե հարցնեն, եթե փորձեն միջամտել, նրանք կդառնան հաջորդ թիրախը։ Եվ այդպես լռությունը, այդ սարսափելի լռությունը, որը թույլ տվեց, որ այս ամենը տեղի ունենա, շարունակվեց նույնիսկ այն պահից հետո, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր։ Անձնական օգնականը, ով այժմ նստած է մեր դիմաց, ասում է, որ նա երբեք չի մոռանա այդ վերջին օրերը։ Ես տեսա, թե ինչպես մի մարդ, ով մի ժամանակ ունեցել է ամբողջ իշխանությունը, դարձավ անօգնական, ասում է նա։ Տեսա, թե ինչպես նրա ամենամոտ մարդիկ, նրանք, ում նա վստահում էր, դավաճանեցին նրան մեկ առ մեկ։ Տեսա, թե ինչպես նա փորձեց պայքարել, բայց յուրաքանչյուր անգամ հանդիպում էր պատի։ Եվ վերջապես տեսա, թե ինչպես նա հանձնվեց, ոչ թե որովհետև ուզում էր, այլ որովհետև հասկացավ, որ այլ ելք չկա։ Բայց նույնիսկ այդ վերջին պահին, երբ ամեն ինչ արդեն կորած էր, նախագահը փորձեց պահպանել իր արժանապատվությունը։ Նա հրաժարվեց հեռանալ գիշերվա խավարում, ինչպես ուզում էին նրանք, ովքեր ստիպում էին նրան հեռանալ։ Նա պնդեց, որ կտա պաշտոնական հայտարարություն, որ կբացատրի իր որոշումը, որ կպահպանի գոնե արտաքին ձևերը։ Եվ այդպես, փետրվարի առաջին օրը, երբ ամբողջ երկիրը սպասում էր, նախագահը հայտնվեց հեռուստատեսության էկրանին։ Նրա դեմքը հոգնած էր, նրա ձայնը թույլ, բայց նա խոսեց հստակ եւ վճռական։ Նա ասաց, որ հեռանում է առողջական պատճառներով, որ երկիրը կարիք ունի նոր ղեկավարության, որ նա հույս ունի, որ ապագան կլինի ավելի լավ։ Բայց նրանք, ովքեր ուշադիր լսում էին, նրանք, ովքեր գիտեին, թե ինչ իսկապես տեղի էր ունեցել, նրանք լսեցին ավելին, քան պարզ բառեր։ Նրանք լսեցին մի մարդու վերջին ճիգը պահպանել իր արժանապատվությունը, վերջին փորձը ասել ճշմարտությունը առանց իսկապես ասելու այն։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ տարիներին, արդեն պատմություն է։ Նոր նախագահ եկավ, նոր կառավարություն ձևավորվեց, նոր խոստումներ տրվեցին։ Բայց այն հարցերը, որոնք մնացել էին անպատասխան, այն գաղտնիքները, որոնք մնացել էին թաքնված, այն ցավը, որը մնացել էր չբուժված, դրանք բոլորը շարունակեցին ապրել։ Մարդիկ, ովքեր ապրել էին այդ մութ եւ սառը տարիները, ովքեր տեսել էին, թե ինչպես է նրանց երկիրը թալանվել, ովքեր կորցրել էին իրենց հույսերը եւ երազանքները, նրանք չմոռացան։ Նրանք շարունակեցին հարցնել. որտե՞վ է ոսկին, ով վերցրեց այն, երբ այն կվերադառնա։ Բայց պատասխաններ երբեք չեկան։ Պաշտոնական տարբերակը միշտ նույնն էր։ Ոսկին օգտագործվել է երկրի կարիքների համար։ Բոլոր գործարքները եղել են օրինական, բոլոր փաստաթղթերը կարգին են, բայց ոչ ոք չկարողացավ ցույց տալ այդ փաստաթղթերը։ Ոչ ոք չկարողացավ բացատրել, թե ինչու 18 տոննա ոսկի անհետացավ 7 տարվա ընթացքում։ Ոչ ոք չկարողացավ պատասխանել այն պարզ հարցին, եթե ամեն ինչ օրինական էր, ինչու այդքան գաղտնիություն։ Եվ այդպես տարիները անցան, սերունդները փոխվեցին, բայց այդ հարցերը մնացին։ Մինչև այսօր, երբ նոր սերունդը, որը չի ապրել այդ տարիները, սկսեց հարցնել իր ծնողներին եւ պապերին. ինչ իսկապես տեղի ունեցավ։ Եվ հին սերունդը, որը լռել է 35 տարի, վերջապես սկսեց խոսել։ Ոչ թե որովհետև վախը անհետացել է, այլ որովհետև նրանք հասկացան, որ եթե չխոսեն հիմա… Ես ծեր եմ, ասում է նա։ Ինձ մնացել է քիչ ժամանակ, եւ ես չեմ ուզում մեռնել տանելով այդ գաղտնիքները իմ հետ։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, ոչ թե որպեսի վրեժ լուծեն, ոչ թե որպեսի մեղադրեն, այլ որպեսի հասկանան։ Հասկանան, թե ինչպես է հնարավոր, որ այդպիսի բաներ տեղի ունենան։ Հասկանան, թե ինչու է կարևոր երբեք չթույլ տալ, որ դրանք կրկնվեն։ Նրա պատմությունը, որը դուք լսեցիք այսօր, միայն մի մասն է ամբողջ ճշմարտությունից։ Կան դեռ շատ այլ պատմություններ, շատ այլ վկաներ, շատ այլ գաղտնիքներ, որոնք սպասում են բացահայտման։ Բայց նույնիսկ այն, ինչ մենք արդեն գիտենք, բավական է հասկանալու համար, թե որքան խորն էր այդ համակարգը, որքան շատ մարդիկ էին ներգրավված, եւ որքան մեծ էր այն գինը, որը վճարեց ամբողջ ազգը։ Բայց ամենակարևորը, այս պատմությունը ցույց է տալիս, որ ճշմարտությունը, որքան էլ փորձեն թաքցնել, վերջապես դուրս է գալիս։
Գուցե ոչ անմիջապես, գուցե ոչ ամբողջությամբ, բայց դուրս է գալիս։ Եվ երբ դուրս է գալիս, այն փոխում է ամեն ինչ։ Փոխում է այն, ինչպես մում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան։ Փոխում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան։ Փոխում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան։ Փոխում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան։ Փոխում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան։ Փոխում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան։ Փոխում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան։ Փոխում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան։ Փոխում է այն, ինչպես մենք հասկանում ենք մեր անցյալը։ Փոխում է այն, ինչպես մենք պլանավորում ենք մեր ապագան, որոնք կայացվեցին 1990-ականներին։ Եվ այդ պատճառով է, որ այս պատմությունը կարևոր է ոչ միայն որպես պատմություն, այլ որպես դաս։ Դաս այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ իշխանությունը կենտրոնացվում է շատ փոքր խմբի ձեռքում։ Դաս այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ թափանցիկությունը զոհաբերվում է անվտանգության անունով։ Դաս այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ մարդիկ լռում են վախից։ Եվ ամենակարևոր դասը այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ մենք մոռանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե ժողովուրդը իշխանությանը։ Այսօր, երբ մենք նայում ենք հետ այդ տարիներին, մենք տեսնում ենք շատ սխալներ, շատ թյուրիմացություններ, շատ կորցրած հնարավորություններ։ Բայց մենք նաև տեսնում ենք մի ազգ, որը վերապրեց այդ ամենը։ Ազգ, որը չկորցրեց իր հույսը, չկորցրեց իր ինքնությունը, չկորցրեց իր ապագան։ Եվ դա է ամենակարևոր բանը, որը մենք պետք է հիշենք այս պատմությունից։ Բայց մենք նաև պետք է հիշենք, որ այն, ինչ տեղի ունեցավ մեկ անգամ, կարող է կրկնվել, եթե մենք չլինենք զգոն։ Պատմությունը զրկնվում է, երբ մենք մոռանում ենք նրա դասերը։ Եվ այդ պատճառով է, որ այս պատմությունը պետք է պատմվի, պետք է սովորեցվի, պետք է հիշվի։ Ոչ թե որպեսզի մենք ապրենք անցյալ-ունցյալում, այլ որպեսզի մենք կառուցենք ավելի լավ ապագա։ Այն մարդիկ, ովքեր տուժեցին այդ տարիներին, ովքեր կորցրին իրենց խնայողությունները, իրենց տները, իրենց հույսերը, նրանք արժանի են, որ իրենց պատմությունը լսվի։ Այն մարդիկ, ովքեր պայքարեցին, ովքեր դիմադրեցին, ովքեր չլռեցին նույնիսկ երբ վտանգավոր էր խոսել, նրանք արժանի են, որ իրենց քաջությունը ճանաչվի։ Եվ այն մարդիկ, ովքեր կազմակերպեցին այս ամենը, ովքեր վերցրին այն, ինչ չէր պատկանում իրենց, ովքեր դավաճանեցին իրենց ժողովրդին, նրանք արժանի են, որ իրենց գործերը դատվեն պատմության կողմից։ Արդարությունը գուցե երբեք չգա այն ձևով, որը մենք ուզում ենք։ Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այն, ինչ տեղի ունեցավ, գուցե երբեք չկանգնեն դատարանի առջև։ Այն ոսկին, որը տեղափոխվեց արտերկիր, գուցե երբեք չվերադառնա Հայաստան։ Այն փաստաթղթերը, որոնք կարող էին բացահայտել ամբողջ ճշմարտությունը, գուցե երբեք չգտնվեն։ Բայց կա մի բան, որը մենք կարող ենք անել։ Մենք կարող ենք հիշել։ Հիշել այն, ինչ տեղի ունեցավ։ Հիշել այն դասերը, որ պատմությունը սովորեցրեց մեզ։ Հիշել այն գինը, որը վճարվեց մեր անկախության համար։ Եվ երբ մենք հիշում ենք, երբ մենք պատմում ենք այս պատմությունները մեր երեխաներին եւ թոռներին, երբ մենք պահանջում ենք, որ մեր իշխանությունները լինեն թափանցիկ եւ հաշվետու, երբ մենք չենք լռում, երբ տեսնում ենք անարդարություն, այն ժամանակ մենք ապահովում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ 1990-ականներին, երբեք չկրկնվի։ Դա է մեր պարտականությունը։ Դա է մեր պատասխանատվությունը։ Եվ դա է միակ ճանապարհը, որպեսզի մենք երաշխավորենք, որ այն զոհերը, որ բերվեցին այդ տարիներին, չեն եղել զուր։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիք